Հեսա սենց անենք, ձեզ բերենք գլխավոր, ողջույն պարոն Գևորգյան, ուրախ ենք, որ եւս մեկ անգամ հնարավորություն ունենք ձեր հետ եթեր վարելու եւ ձեր գիտելիքներին ծանոթանալու։ Ով տեղյակ չի, պարոն Գևորգյանը անկախ հայագետ է, երաժշտագետ, հրաշքահայ, լավ մարդ, ամենակարևորը։ Այսօր կուզենայի զրուցենք պարոն Գևորգյան նորությունների մասին, քանի որ նորությունները անընդհատ հայագիտության վերաբերյալ ու ընդհանուր տոմարական կարգի, ժամանակի, պրոցեսիաների ավելի են հիմնավորվում ու բերում են լրիվ հայկյան տոմարական կարգ։ Կուզենայի հենց դրանից խոսենք, պարոն Գևորգյան, եթե դեմ չեք։ Այսօր մեր հարությունն էլ է բարձրանալու վերև, մեր թիմից է, հեսա մի քիչ հետո կբարձրանա կծանոթանամ, որտեղ ուզում եմ համել ձեր գրքի բանն էլ դնեմ, էլի, աբլոշկեն։ Սկսենք, պարոն Գևորգյան, եթե դեմ չեք։ Այո, հիմա արդեն ամեն ինչ ասվեց, որ հայկյան ուրեմն համակարգն է հիմա գալիս, ուրեմն մեկ այդ պրոցեսիոն ժամանակա շրջանը ավարտվել է, եւ այդ ընթացքում խնդիրը դրվել է հայկյան համակարգի վերադարձի։ Սա է հիմքում դրված, որտեղ եթե մարդկության քաղաքակրթությունը նայում ենք ինչ ընթացք է ստացել այս վերջին 1000 տարիների, այո, այսինքն ի սկզբանե են 5 քաղաքակրթությունները, օրինակ Եգիպտոս, Հնդկաստան, Պարսկաստան, նույնիսկ մայաները, հիմնված են եղել հայկյան համակարգի վրա։ Բայց ինչ որ մի ժամանակից, նույնիսկ այդ ինչ որ մի ժամանակ արդեն կոնկրետ գիտենք 2200 տարի մեր թվարկությունից առաջ, ուրեմն խախտվեց այդ կարգը, հայկյան համակարգը ուրեմն խախտվեց, եւ առաջ եկավ արդեն այլ ուրեմն ցածրակարգ ժողովուրդների ուրեմն գաղափարախոսությունները, աշխարհտեսականները եւ այլն, որը ինչպես մենք հիմա տեսնում ենք, արդեն եթե վերցնենք այդ կետից 4000 տարի հետո մարդուն բերել է հասցրել է այսօրվա դուռը եւ մարդը գտնվում է բավականին իրեն հոգեվոր եւ գաղափարական ցածր մակարդակի վրա, շատ վտանգավոր եւ ցածր մակարդակի վրա, որը կարող է եւ եթե այսպես շարունակվի, թվում է թե որ այս մեր աշխարհը գնալու է դեպի կործանման, որովհետեւ այսպիսի մարդ չի նախատեսվել տիեզերքի կողմից։ Սա անբնական բան է, սա մուտացիա է եւ անբնական մուտացիա է։ Բայց ինչպես ասում են բարեբախտաբար, այդ ամեն ինչը ուրեմն նաեւ այդ առաջնային տիեզերական կարգի տիրույթում է գտնվում եւ ամենայն դեպս վերջին մեր բացահայտումներն է, որ արդեն մյուս տարի 2026 թվականին ուրեմն շատ կարևոր իրադարձություններ պետք է տեղի ունենան, ամենայն դեպս դա հստակաբար երևում է աստղային երկնքի ուրեմն այդ կայացումներով, հա, որը կատարվելու է մեկ պրոցեսիոն, ինքը այնքան բացառիկ երևույթ է, որ մեկ պրոցեսիոն ընդամենը մեկ անգամ է պրոցեսիայի ընթացքում կատարվում, մեկ սկզբից, մեկ էլ այսօր մենք տեսնում ենք 26 թվականի օգոստոս ամսին։ Դրա մասին իմիջիայլոց շատերն են ասել, հետաքրքիր է, որ ասել են տարբեր ուրեմն մոտիվացիաներով, բայց մեր մոտ դա հստակեցված է, որովհետև մենք կարողանում ենք աստղային երկինքը գերճշգրիտ կարդալ։ Եվ աստղային երկնքի տվյալներն են ցույց տալիս, որ 2026 թվականին շատ հետաքրքիր ուրեմն բացառիկ շրջադարձային երկինքը ուրեմն բան է կայացնելու ուրեմն։ Այդ առումով նաև քանի որ աստղագիտությունը միայն աստղագիտություն չի, աստղագիտությունը տվյալ հայկյան համակարգը ուրեմն բազմաշերտ է։ Իրան նայել միայն աստղագիտական հարթության վրա սխալ է, դա նույնն է, ինչ որ երաժշտությունը նայել նրա մելոդիկ կառուցվածքով։ Որտեղ յուրաքանչյուր երաժշտություն մելոդիայից զատ իրեն ուրեմն խորության մեջ ունի հարմոնիա, ռիթմ, տեմպ եւ այլ երաժշտական ուրեմն գործոններ։ Աստղագիտությունը նույնպես։
այդպիսին է, առաջնայինը մենք մակերեսային կարող ենք նայել, այն որ նայում են էլ այդ աստրոլոգները, այսպես ասած, բայց դրա տակը ավելի խորքային երևույթներ կան, որտեղ տիեզերքը դա առաջնային ուրեմն գործոնն է, որի տակ ապրում է համայն բնությունը, առանձնապես եւ նաեւ մարդը։ Եվ մարդ իրեն հոգով, ոգեղությունությամբ, կենսագիտակցությամբ հենց կապված է, անխախտ կապի մեջ է տիեզերքի հետ։ Ուրիշ հարց, որ չի նկատում։ Չի նկատում, բայց ժամանակն է եկել։ Ժամանակը միշտ Գևորգյան, այո։ մի հատ սենց հարց շատ կարևոր է, որ հայ ժողովուրդը հասկանա, ընդհանուր տաղային համակարգից եմ ուզում զրուցենք, մարդու ընդհանուր բնության հետ կապված տաղային համակարգից, տեզերքի, եւ ընդհանուր մեր հայկական եկեղեցիները ինչով են կապված, քանի որ բոլորս էլ գիտենք, այն մարդիկ, ովքեր հետաքրքրվել են համենայն դեպս, գիտեն, որ կենտրոնագմբեթ խաչաձև է մեր եկեղեցիների կառուցվածքը, որը Այո, 5-րդ դարից բանը։ Ու հիմա շատ եկեղեցիներ այդ համակարգով ցավոք սրտի չեն էլ կառուցվում։ Հիմա այսօրվա, ասենք տարբեր երկրներում չէ ինչ որ հայերը, որ եկեղեցի են ստեղծում իրանց հայերի համար առաքելական եկեղեցու համար նախատեսված, այդ շատ չափանիշներ հաշվի չեն առնում։ Ես հենց դրանց կարևորության մասին եմ ուզում որ խոսենք, պարոն Գևորգյան, շատ ուրախ կլինենք, եթե մեկնաբանեիք։ Շնորհակալություն։ Այո, ուրեմն դրա համար մենք նորից գնանք 5-րդ դար։ 5-րդ դարում ուրեմն Վռամշապուհ թագավորի օրոք, այո, Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթե մի հատ հետարքիր Դավիժեցին ուրեմն բանա թողել, այդպիսի վկայություն կա, որ այդ դարում ուրեմն եկեղեցին հայկականացվել է, հայկով արդեն դարձել Ընդեղ ուրիշ դրույթներ են տալիս, որ հրամանը արձակվել Վռամշապուհի կողմից, որպեսզի պատարակները տրվեն միայն հայերեն, որտեղ մինչև այդ տրվել են հունարեն եւ ասորերեն։ Իսկ Վռամշապուհի ուրեմն հրամանով, կոնդակով ուրեմն հայկականացվեց պատարակները, բայց դրանից զատ եւ հիմք դրվեց հենց այդ կենտրոնագմբեթ տաճարների կառուցման ուրեմն համանախապեց, այո, կենտրոնը եւ ամենակարևորը հիմնադրվեց, այսինքն ոչ թե հիմնադրվեց, այլ վերականգնվեց ուրեմն 7 ազատ գիտությունների ուրեմն դպրոցը, կամ ակադեմիան։ Դպրոցը մի ցածր հասկացողություն, ակադեմիան, որտեղ դրա գլխավոր մենք տաղաչափությունից խոսացինք, չէ՞, նոր Ուրեմն հենց աստղագիտություններ, տաղաչափություններ, քիմիաներ, ֆիզիկաներ, փիլիսոփայություններ, այդ ամբողջը միասնական ուրեմն 7 ազատ գիտելիքների դպրոցի ուրեմն դասերը դառան։ Ամենագլխավոր դասը Նարեկացին ինքը նշում է Հայկի դասն է, որը նա որակում է որպես անմարմնոց կամ դասը օդոց։ Այո։ Եվ այդ օրվանից սկսված դե պարզ էր, որտեղ մենք հիմա որ նայում ենք այդ աստրոճարտարապետությունը, այն որ մենք խորանից կարող ենք կոնկրետ տեսնել տվյալ աստղի կայացումը, կամ խորանները ցույց կտան, օրինակ 2 օր առաջ Օհանավանքում արդեն քանի տարի է մենք դիտարկում ենք դա, եւս մեկ անգամ նույն դիտարկումը կատարվեց, որ Ձմեռային արևադարձ էր եւ ամենայն ճշգրտության ուրեմն այդ ձմեռային արևադարձը արևի շողքը այդ ուրեմն հարավային կողմի լուսամուտից 180 ազիմուտ է գալիս այդ արևը հայկը այդ դեպքում լինում է ուրեմն իրեն կողքը այսպես ասենք այո որտեղ իր կառավարման տակ է հայկին մենք չենք կարող դիտարկել բայց դիտարկում ենք ուրեմն արևի շողքով եւ գերճշգրիտ կողմնորոշվում է, որ այդ օրը ամառային, ասենք ձմեռային կամ գարնանային կամ աշնանային գիշերահավասարը կամ արևադարձ է։ Հիմա եթե ասենք 21-ի մասին մարդիկ կային, որ կողքից անգիտակ էին, հարցրին ես ինչ եք նայում, մենք ցույց տվեցինք զարմացան, հա, ասեցին ոնց, մեր եկեղեցիները այդպիսի բաներ են ցույց տալի, ասենք այո, առաջին հերթին դա են ցույց տալի։ Շատերը տեղյակ չեն, ցավոք սրտի։
որտեղ այդ առումով ոչ մի գիտելիք չկա, ոչ մի խոսք ու զրույց, այսպես ասած, չկա, ոչ մի գրականություն։ Ինչու չկա։ Հիմա բացատրեմ ինչու չկա։ Այդ 5-րդ դարի հիմնարկված, վերահիմնարկված, ուրեմն մեր իմաստասիրած դպրոցը, ակադեմիան փակվեց, կոպիտ փակվեց 17-րդ դարում։ Ոչ միայն փակվեց, այլև մորթազերծ արեցին բոլոր իմաստասերներին եւ աշակերտներին եւ ուսուցիչներին եւ գրքերն վառեց։ Բայց ինչը մնաց։ Նրանց հիմնարկած կենտրոնագմբեթ այդ եկեղեցիները, որոնք աստղացույց են։ Եվ իհարկե, եթե կարողանում ես դա կարդալ, գնացինք, կարդացինք։ Առաջին ուրեմն բանը, որ մեզ ցույց տվեց, ես անգամներ եմ դրա մասին խոսացել, դա Տաթևիսյունն է։ Տաթևիսյունը մի հատ ուրեմն զարմանահրաշ, ուրեմն հենց գիտական առումով, բոլոր առումներով, ինչ որ առումով ուզում եք վերցրեք։ Աշխարհի պորտն է, հա, կանգնած ցույցատալի գալակտիկ առանցքը, պատկերացնում եք։ Հասարակած, ինչ ուզում եք, բոլոր կայացումները։ Եթե մենք լինեինք Տաթևում, ասենք, նույն օրը 21-ին կամ գարնանը Տաթևիսյան ստվերը այդ ժամին ուրեմն կոնկրետ ցուցմունք էր մեզ տալու, մենք ճապագրում կանեինք եւ կզարմանայինք եւս մեկ անգամ, թե այսինչ գիտություն ա ունեցել մեր ուրեմն այդ իմաստասիրած դասը, դա անհնար գիտություն ա մեր այսօրվա պատկերացումներով։ Հասկանում եք, որտեվ դա իմանալու համար ուրեմն մեկ պրոցեսոր ժամանակաշրջանի մասին պետք է համակարգային գիտելիք ունենաս։ Եթե չունես, ինչ որ 1000 տարվա, 2000 տարվա, դա ուրեմն անհնար բան է դառնում։ Որտեղ նրանք Տաթևիսյունը կառուցել են այն գերճշգրտությամբ, որ մինչև այսօր ինքը ցույց է տալիս այդ տեզերական ուրեմն Աստրոճարտարապետություն լրիվ, ուրիշ ոչ մի բանով չի կարելի։ Իդեպ ասեմ, այո, ծանոթացեք պարոն Գևորգյան, մեր Հարությունի հետ էլ, Հարությունն էլ մեր թիմից է, հեսա մի քիչ հետո հարց կտածես, էլի շատ հետաքրքիր անցկացնենք փոխադարձ։ Շատ լսում եմ, մի հատ էլ արստա։ Ուրեմն այդ աստրոճարտարապետությունը հենց այդ 7 ազատ գիտությունների իմջալուց նարեկացին, նարեկավանքում եղել է հենց այդ 7 ազատ գիտությունների, այսպես ասած, բանը, հա, Ռաբունապետը։ Շտերմանն, հա։ Դրա մասին օրինակ մեր շատ քչերը գիտեն, որ նարեկացին առաջին հերթին աստղագետ է եղել, հետո մնացած բաները, կամ էլ թե չէ ամեն ինչը զուգահեռված, ավելի ճիշտ կլինի այսպես ասել։ Բայց եթե դու այդ աստղագիտությունը, այդ խորությունը, աստղագիտությունը տարբեր ծրագրերով նորից եմ ասում, խորությամբ չիմանաս, դու նարեկացի չես կարող դառնաս։ Իսկ ինքը գերճշգրիտ ձևով ամեն ինչին տիրապետում էր եւ նարեկավանքը, որ իր հորեղբարն է հիմնարկել 10-րդ դարում արդեն մեր մոտ նարեկացու ուրեմբանով մենք տեսնում ենք այդ գերգիտությունների դպրոցը եւ պատահական չէ նարեկացու ասույթները ժամանակի մասին, հա։ Մենք դա բաց ենք թողում, չենք ուզում կարդանք։ Այո։ Նրա կենսատեղեկատվական ուրեմն բանը մահվան մասին, որ նա ասում է մահը դա դժնի, մի բան է, որը մարդը ինքը իրեն պախարակեց մահով, հա։ Մարդուն դիմում է ով ընդունարան խելագարության, ինքը քո ձեռքով երկինքը փակեցիր քո դեմ, հա։ Որ նոր են հասկանում, որ ասենք մահ գոյություն չունի, ամբողջ տեզերական կարգից կտրվեցիր, էլի, հա։ Կտրվեց, իհարկե, գիտակցությունը կտրվեց։ Ես միշտ ասում եմ, գիտակցությունը ինչպես է, մեկը ծիրան տեսավ, չէ, առաջին անգամ ծիրան տեսավ։ Ինքը չգիտե այդ ծիրանը։ Երբ որ ինքը հասկացավ այդ ծիրանը ինչու, վերջում օղի է քաշելու, սենց կատակ եմ անում, էլի։ Հասկանում ես, այդ առաջի անգամ կտնես, վերջում էլ օղի քաշի։ Ուրեմն գիտակցությունն է ամեն ինչ անում։ Եթե մի բանի դու չգիտես դրա մասին, ինքը ոչինչ չի կարա դառնա քո համար։ Կվանտային ֆիզիկայում դա կոչվում է սուպերպոզիցիա։ Ես բանը հայերեն չեմ կարող թարգմանեմ, հարցրել եմ մասնագետներին, ինչ որ անորոշ բաներ են ասում։
Այդ սուպերպոզիցիան հայերեն չեմ կարող։ Հա, բայց հասկանալի է, չէ, եւ մասնիկներ, որոնք դեռևս ինֆորմացված չեն։ Պարզվում է մարդու գիտակցությունը հենց որ այդ ինֆորմացիան ներկրում է այդ մասնիկների, այդ մասնիկները ստանում են ուրեմն բևեռներ եւ վերջապես ինքը արդեն մտնում է գործունեության մեջ։ Ուրեմն այդ սուպերպոզիցիայի մեջ է ամեն ինչը։ Ու երազանքն է սուպերպոզիցիայի մեջ։ Այն որ եթե նյութական մեկ sense բացատրենք, որ երազում ես տուն ունենաս, դու գիտես քո տունդ ինչ ձևի է լինելու, պատերդ ինչ գույնի են լինելու, ննջարանդ ինչպես։ Ամբողջ բանական ձևակերպումն է, էլի։ Դա դու չպատկերացնես, վերջնական արդյունքը քո չի լինում։ Սենց է։ Դա եւ կոպիտ աշխարհում այսպես ասած եւ նուրբ աշխարհում ամենակարևորը նուրբ աշխարհում։ Հիմա այդ որ մենք չգիտենք, որ մենք հայ ենք, որովհետեւ հայը ինչ է նշանակում, հային դիտարկողն ենք, այսինքն հայելն նշանակում է ներքևից վեր դիտել։ Ում հայկին։ Հայկը ինչ է, հասկացանք, որ ժամանակա եւ քվանտային ֆիզիկա է։ Եթե այդ գաղափարը մենք հասկանանք, մենք միանգամից կունենանք գաղափար, որը կլինի ճշմարիտ գաղափար, ոչ թե ինչ-որ մեկի կողմից մեզ պարտադրված։ Չէ՞ որ դա մեր գենն է, չէ՞, մեր մշակույթն է։ Առավել բան ինչ են այս մտորը, խավարի մեջ մոմնառելման են գալիս, սրա նրա ասածն են վերցնում իրանց։ Սա նա թող իր ասածով ապրի։ Դու քո մշակույթին են, որ ասում են մշակույթն ինչ բանով չեն հասկանում։ Մշակույթներն է, որ մի հատ նահապետ ունես, անունը դրել են նահապետ, որ դու նրան հատկանշես։ Հետո էլ որ իմանում ես աստղատուն է, որ ինքը հասարակացի վրա կանգնած է, մի քիչ պիտի մտածես, չէ՞, թեյ գնաց է հասարակական։ Մեկ էլ մտածես, որ հայկյան բունտոմար կա, չէ՞։ Օգոստոսի 11 կա, որ ինքը գալիս է կոնկրետ աստղագիտական առումով կանգնում է դեմդ։ Ոչ միայն դեմդ, այլև խորանից է երևում, ասենք քարաունջի 63-րդ քարի, հա, հենց հասարակացն ու հայկի գոտին միաժամանակ դու կարող ես տեսնել։ Արդեն ցնցող բան, հա։ Այն Գրեմ Հենկոկին, որ ես պատմեցի 14 թվականին, 15 թվականին ինքը եկավ այդ պատկերը իր անձամբ աչքով տեսնելու համար։ Հասկանում եք։ Ու եկավ Պարոն Գևորգյան, ես ձեզ կխնդրեմ մի հատ ասեք Գրեմ Հենկոկը ով է, ես ծանոթ եմ ուղղակի, որ մեր հանդիսատեսն էլ իմանա ինչ մակարդակի մասնագետ է։ Ազոտողը, որը 7 միլիոն տիրաժով իրեն գրքերն է վաճառել։ Այդքան այդ հեղինակությունն է աշխարհարչակ, որ այդ հնագույն քաղաքակրթությունների հենց հետազոտողներից մեկն է ամենահեղինակավոր։ Այդ մարդու հետ մենք 14 թվականին ծանոթացանք նամակագրությամբ, երբ ես նրան ուղարկեցի Տաթևիսյան, որն պատկերը Հայկը վրեն, նա ասեց սա ճշմարտություն է, թե ուղղակի կառուցած բան է։ Ասի ճշմարտություն է։ Ու եկավ Հայաստան միայն դրա համար չէ, տեսա, որտեղ նա համեմատական անցկացրեց նաև Պորտասարի, որ Գյոբեկլե տեպե են ասում, եւ հայկական մշակույթի միջև եւ ասեց սա հայկական մշակույթ է եւ իմ ականջին էլ ասեց որ Կլաուս Շմիդտը սա համարում էր Գյոբեկլե տեպեի, այսինքն Պորտասարի մեր հայկական հետազոտողը, որը 20 տարիներ շարունակ հետազոտել է, նա էլ է համարել որ սա հայկական մշակույթ է Պորտասարը։ Պորտասարը առաջին տաճարներից մեկն է, 12000 տարեկան է, որը աստղադիտարան է, եթե պատկերացնում եք։ Եվ այդ մարդիկ ասում են, որ դա հայկական է։ Հիմա դրա ապացույցը հենց քարաունջն է եւ այն փոխանցված մեծ կենտրոնագմբեթ եկեղեցիների խորաններն են։ Դա անվիճարկելի ապացույց է յուրաքանչյուր մարդու ես չեմ կարող խորանը 98 ազիմուտ դնեմ, 90 դնեմ, 67 դնեմ, հասկանում եք։ Ինչքան էլ որ ուզեմ, ինքը պետք է ուղղորդումը ունենա։ Իսկ երբ որ այդ ուղղորդումը ինքը ունի եւ արդեն դու աստղագիտական, տոմարագիտական տվյալներն ես բանանում, ուրեմն համեմատականի մեջ դնում։ Օրինակ 67:5-ում արևը ուղիղ ժամը 6-ին, օգոստոսի 5-ին, ուղիղ ժամը 6-ին ծագում է։ Պատկերացնեք ինչ հրաշք բան է։ 9 Լրիվ ճշգրտություն։
Հա։ Հիմա երբ որ սկսում ես հասկանալ, թե դա ինչ է նշանակում, դու ուղղակի ասում ես ինչ որ շատ մոտավոր բան մենք գիտենք, ընդհանրապես ոչինչ չգիտենք։ Եվ մեզ զարգացած համարել արդեն չես ուզում, որովհետև այդ զարգացումը տենում ես նախնիների մոտ գեր զարգացում եւ ինչու ենք այսօրին հասել, հա, դա ինչքան ենք մենք այսօր հեռու նարեկացու, չէ, այդքան էլ հեռու են այդ ամեն ինչից։ Որտեղ ազգը այսօր որևէ մեկը հասկանում է նարեկացին ինչ է ասում։ Գլխի տակ դեմ քնում են, ասում են կբուժվենք։ Հա, գաղափարով պետք է հասկանաս այդ մարդը։ Դիլի լսում եմ Հարություն ջան։ Ես մի փոքր ծանոթ լինելով, տիրապետելով եւ ուսումնասիրելով էզոթերիկ գիտելիքներ, sense մի հարց չէ գտնում, որ այդ ամեն ինչը sense մի քիչ դիտավորյալ են արել, որպեսզի մեր մեջից վերացնեն այդ ամբողջը գիտելիքի առումով, որպեսզի մենք չտիրապետենք այդ ամբողջ ուսմունքներին ու ավելի հեշտ լինի պրիմիտիվ մակարդակի մարդուն կառավարելը եւ ուրիշ բաներ սերմանելը այդ մարդուն, ինչ որ հեքիաթներ բերել, պատմել, այդ մարդիկ ընդունեն իրականության տեղ։ Ինչ որ դիտավորություն այդ ամեն ինչի մեջ չեք տեսնում։ Իհարկե տեսնում եմ, անշուշտ դա դիտավորություն է, բայց այդ մեղքը իրանց վրա չի, ովքեր դիտավորյալ այդ բանը արել են։ Ես իմ ինքնապաշտպանությունը պետք է ունենամ։ Եթե ես իմ դուռը բացել եմ եւ առնետը մտնում է իմ տուն, մեղավորը ես եմ։ Եթե առնետը մտավ իմ տուն, քանդու քարավ կանի, եթե ես նրան դուրս չանեմ իմ տնից։ Հերիք չի որ դուրս չեմ անում, ես նրա հետ ընկերություն եմ անում, հա։ Եվ առնետական օրենքներն եմ ընդունում, ասում եմ սրանից հետո առնետը ինչ ասեց, նրա օրենքով պետք է ապրենք։ Հիմա մեղավորը ով է։ Առնետն է, թե մենք ենք, ուրեմն դրա համար արեք ճիշտ դիտարկենք այդ բանը։ Մեր, այսպես ասած, հակառակորդը կամ թշնամին, ինքը այն է, ինչ որ կա։ Եվ անում է այն, ինչ որ պետք է անի ինքը։ Իսկ մենք ինչ պետք է անենք։ Մենք որպես ազգ, չէ, ինչ պետք է անենք։ Մենք այն ազգն ենք Կոմիտասի, Նարեկացու, Հերացու, չէ, Մաշտոցի, Առաքել Սյունեցու, մի հատ ֆանտաստիկ այնքան մեծ է այդ մեր միջնադարից, այն մեկը չգիտենք, այն չեմ ասում հայկի ազգ գնենք։ Աստղագիտության ազգն է, ինքը չճանաչում իրան։ Ով է մեղավոր այդ դեպքում, որ դարում ինչ եղավ ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է այսօրվա օրը ինչ եղավ մեր հետ, որ այդ ամեն ինչը կորցրեցինք, ուրեմն մեր տիրույթում է։ Ուրեմն մենք մեկիկ պետք է բան անենք, նստենք, եւ սա գիտություն է, Հարություն ջան։ Եվ պետք չի խոսքերին հավատալ։ Ես միշտ ասում եմ, մարդիկ ամեն մեկը մի բան ասում են։ Եթե դրա տակ հիմք չկա, սա գիտական հիմնավորված բան է։ Ես 2017 թվականին Ելենա Գենկոյին Նավասիբիրսկից բերել եմ եւ այդ աստղագիտական հիմնավորումները աստղագիտությամբ են կարել։ Նա հայասեր չէր, կամ ես նրան չէի կաշառել, որ գայի ասեի ցույց տուր իմ խորանի կամ քարաունջի քարի ուրվացությունը։ Ոչ, եթե չլիներ դա, նա ոչինչ էլ չէր ասի, կասեր չկա։ Իսկ նա ինձ շնորհակալություն խնդրեց, որտեղ պարզվեց իրենց մոտ այդ Սիբիրում սունդուկներ են ասում, այտենց էլի անցկերով քարեր են, հայկի ուսն է գալի կանգնում հենց օգոստոսի 11-ին, 90 աստիճան։ Շնորհակալություն հայտնեց, գիտական բանում լատիներեն հենց այն օրտիուսը տեիցա, չէ, պարոն Գևորգյան։ Օրտիուս։ Այո։ Օրտիուս, բայց ուսը հայեր են տալիս, հա, ուսմունք բառը, չէ, ուսյալ բառը։ Ուսանելի ուսմունքը։ Իսկ դու գիտեք մեր գալակտիկ ոնց է կոչվում։ Գալակտիկայի անունը ոնց է, մեր տեղը, որտեղ մենք այդ գալակտիկ կենտրոնը, որտեղ մենք ապրում ենք։ Այն վայրը։ Կուզենենք։ Օրիոն արմ։ Հայկի ուս, հայկի տեղ։ Օրիոն արմ, անգլերեն, բացեք տեսեք։ Օրիոն արմա կոչվում։ Մեր հասցենա։ Մեր արեգակնային հայկի ուս, այսինքն էլի նույն բանն է, հայկի ուս։ Նույն բանն է, այո։ Նույն բանն է։ Մի փոքր ուսումնասիրելով այդ քարաունջի տարածքը, պարոն Գևորգյան,
Եկ ինչ եմ նկատել։ Հնաստապահությունը ոնց որ դեռ բավականին լուրջ էներգետիկ պայթյուն է տեղի ունեցել, որովհետև ու հարվածը ոնց է եղել երկու կողմից, հա, ինչ որ էներգետիկ եկել են խփել ու պտտվել ինքը, որովհետև մինչև հիմա այդ նույնիսկ այդ Google-ի քարտեզներով էլ որ նայում ես, տեղում կանգնում ես, դու ինչ որ բաներ տեսնում ես, բայց վերևից որ նայում ես իրան, Այո։ այս դոշի հատվածը այդ վառած սև հողը հալված ու վառված, որը որ միայն էներգետիկ պայթյունից կարա նման բան լինի քարի հողի հետ, մինչև հիմա պահպանվել է։ Այո։ Բավականին Մինչ պարոն Գևորգյանը պատասխանի, մի հատ բան ասեմ, պարոն Գևորգյանը հալի ձորի վերաբերյալ հաղորդում ունի YouTube-ով։ Խորհուրդ կտամ հենց այդ պայթյունի վերաբերյալը, այդ հալվածքի վերաբերյալը խորհուրդ կտամ YouTube-ով նայեք Վազգեն Գևորգյան հալի ձոր գրեք կբերի։ Նայեք, մինչև Վազգեն Գևորգյանը արդեն կպատասխանի հարցին։ Միջայլոց այդ նույն բանը մենք տեսնում ենք հալի ձորում։ Նույն բանն ենք տեսնում եւ բացահայտ ենք տեսնում, ոչ միայն բանը, նաեւ հալված քարեր են, դրա համար հալի ձոր է կոչվում, էլի։ Հալի ձորը իհարկե մի հատ բացառիկ բան ունի, որտեղ ինքը զրոյական գոտու մեջ է եւ այնտեղ դաշտեր է, մի խոսքով սա անոմալիա է, հա։ Գիտությունից դուրս, մեր գիտակցությունից դուրս բաներ է կատարվում, էլի, ասենք 12000 նանոտեսլա մենք էլեկտրոմագնիսական դաշտերի բաներ ունենք, էլի, այսինքն սպլեսներ ունենք եւ այլն։ Խարտմանի դաշտն է բացակայում, ես իմ լույսեր ենք տեսնում, ինչ ասես տեսել ենք այնտեղ։ Անես բաներ շատ հարուստ գլուխը չի կարողանում հասկանալ, ինքը ինչ է։ Մեկ որ ուզում ես բացատրես, չես կարողանում բացատրես, թե դու ինչ ես տեսել այնտեղ, էլի։ Դա այնքան դնենք։ Այո, կործանում եղել է եւ այդ ինք հավաքակրթությունը հիմա խնդիրը թե երբ է ինքը կործանվել, դրա մեջ է, այսինքն Ատլանտիդա ասածը իրոք եղել է, որտեղ էս 25000 որ ասում ենք պրոցեսիան 1 ընդհանրապես շրջանն է այդքան, իսկ այդ գիտելիքները դու մի երբ կստանայր, մի 10 շրջան պետք է ապրեի, չէ՞, որ ստանալու։ Ինքը ոնց է հայտնվել մեր ձեռքում 5-րդ դարում։ Կամ հենց նույն այդ ասենք բանում Պորտասարում կամ Կարաունջում որտեղից է հայտնվել արդեն գալիս եմ եզրահանգման որ մենք այս հողի վրա քանը թվով 5-րդ ցիվիլիզացիան ենք որովհետև ոնց գնում ես պատմությունը եթե ինչ-որ մի բան փորձում ես հետ գնալ սկիզբը գտնես գնում ես մեկ էլ հոп բախվում ես մի խնդրի որը որ ընդհանրապես կապ չունի այս ամբողջ ուսումնասիրածին որ դու ուսումնասիրում ես այդ լրիվ ուրիշ ցիվիլիզացիա է արել ասենք մենակ ամենապրիմիտիվ բաներ կա որ ասենք որպես այդպեսին տրված այս մեր հիմիկվա ցիվիլիզացիայի սկսած մետաղից այդ մետաղը տրված է չի կարա հիմա վերցնենք օրինակ չգիտեմ մի 5 հոգով հելնեն գնանք սարերը ու մեզ ասեն տենց դատարկ ձեռներով գնացեք մի հատ չեմ ասում թուր վահան ինչ որ տենց բաներ մի հատ փուճուր այսքան դանակ սարքեք մենք մեր հիմիկվա այս ունեցած գիտելիքներով ի վիճակի չենք լինելու այդ դանակը ոչ այդ մետաղը չենք ոչ այդ չենք կարա մեզ պետք է տան շոր գիտելիք ու այդ գիտելիքները շատ բաներ կան Զաղ նույն բաներն է համաձայն եմ Հարություն ջան դրա համար է դրան չեն ուզում բացատրություններ տան հիմա ես երկար արտիֆակտների մասին կարամ խոսամ Հայաստանյան հա որ ուրեմն շշմելու բաներ է որ չես հասկանում ես մարդը այն հասարակ բան է ասենք կարմիր այդ բլուրում արգիշտիֆինիլիում կամ տաշած քարեր կա չես կարողանում հասկանալ թե դա ինչ տեխնիկայով են տաշել կարմիր բերքա Եղվարդում քարերի վրա sense կտարտած բանի մեխանիկական բաների գործիքների հետք է դա ու այդ քարը ոնց են կտրվել նայում ես այսինքն ոչ թե ուղիղ են կտրվել այսինքն ալիքաձև անհասկանալի է էլի 2 մետր ալիքաձև խա կտրել էս մարդը որտեղ մենք այն քաղաքակրթության բանը չենք իմացել գաղափարը չենք հասկանում ինչ են արել ինչ են արել շատ են դրանք Բայց դրանք մնում են անապացույց, որտեղ այդ աշխարհը պահպանողական
ինքը հստակապես ասում է, հիմա էլ նոր բան մտածեցան, այլ մոլորակայիններն են արել են։ Այսինքն մարդը ինքը տգետ է եղել, ինքը տեսավայրում է։ Ոնց։ Իրանք Հայաստան ընդհանրապես մոռացել են, չէ՞, պատմության մեջ Պարոն Գևորգյան։ Այո։ Լսում եմ։ Ես սենց եմ նայում այդ ամեն ինչին, որ հայ ժողովուրդը կոնկրետ այդ գիտության փոխանցողը պետք է լինի, բայց ամենաառաջինը հենց հայերս մենք ինքներս պետք է հասկանանք մենք ինչ ենք, ով ենք, որտեղից ենք գալիս, մեզ ինչ են թողել մեր նախնիները, թեկուզ մեր լեզվի տեսանկյունից, չէ՞ որ հասարակ ասում ենք աստեղ, նշանակում է բանականություն, աստեղ, տաղ, նույն տաղային, այսինքն վիբրացիա, թրթիռ հասկացողությունն է։ Հիմա ես կուզենամ խոսանք հենց այդ զրոյական քվանտային ֆիզիկայի, հենց այդ զրոյական հասկացողությունից, որը որ այն անգամ էլ թեթև խոսացինք, պարոն Գևորգյան, որ ամբողջ աշխարհը հիմա այդ է ման գալիս, բայց մենք գտել ենք։ Այդ դրա մասին եմ ուզում խոսենք, էլի պարոն Գևորգյան։ Դա շատ կարևոր է, որովհետև ձեր ուղարկած հաղորդումներ Մեսինգի վերաբերյալ տարբեր էլի հաղորդումներ, որ նայեցի, էլի գալիս է դրան, որ մարդիկ հենց այդ զրոյական կետն են ուզում գտնեն, որպեսզի ցիվիլիզացիան նոր զարգացում ստանա, այսինքն չփթի այս նյութական աշխարհի մեջ։ Հիմա կուզենայի, որ մի քիչ դրանից զրուցենք, պարոն Գևորգյան։ Այսօրվա ուրեմն պահանջը արդեն ներկայացվել, ժամանակին այդ պահանջը չկար, արդեն վերջի 20-30 տարիների մեջ տեսնում ես պահանջը ներկայացված է քվանտային, ուրեմն այդ ֆիզիկայի կողմից։ Ինչ պահանջը ժամանակի եւ տարածության սիմետրիայի բանաձևն են ուզում գտնեն։ Ասում են, եթե դա գտնենք, լրիվ ուրիշ բան է դառնալու, իսկ դա բացահայտորեն արդեն մենք գրել ենք հիմա, ավելի առաջին մասը գրեցինք, հետո տեսանք, որ դժվար է հասկացվում, որտեղ մասնագետ որ չկա, Նարեկ ջան, այդ դպրոցը չկա, աստրոարխեոլոգ գոյություն չունի, էլի այդ որպեսզի հասկանան, որտեղ այստեղ մենակ աստղագիտություն չի, այստեղ տարբեր առումներ բանանես, ուղղակի այդ դպրոցը չկա ընդհանրապես, ամբողջ սովետական միությունում ժամանակին եղել է Նովոսիբիրսկում, մի հատ Լարիչևա եղել, ունեցել է ընդամենը 5 աշակերտ, որից մեկին ես բերել եմ Երևան, Ելենա Գենկոնա, որը արդեն թոշակի է, էլ չկա։ Մի հատ էլ Ջեյն Սելլերս կար բանում Ամերիկայում, որը 2 տարի առաջ մահացել է, ու պրծանք։ Հիմա ուրեմն այդ գիտությունը կա, եթե գիտությունը բացահայտվել է, ուրեմն ժամանակը կբերի եւ մենք հիմա գրել ենք, թարգմանում ենք անգլերեն, հայերեն գրված, թարգմանում է ռուսերեն եւ կսպասի իր ժամանակին, երբ որ ինքը կհասկացվի, որտեղ այդ պահպանողական աշխարհը երբեք չի թողի, որ դա նույնիսկ գիտականորեն դու բացահայտես։ Էդ էլ եմ ես հասկանում, էլի, որտեղ ինչ ուզում ես արա։ Դու կասես, դու էլ կլսես, կամ 2 հոգի ծափ կտան ու կպրծնի կգնի։ Ուրեմն խնդիր կա։ Բա ո՞նց անեն։ Ճշտին դեմ է դա։ Քաղաքական մեծ ճնշում կա, միանշանակ։ Այսինքն ճնշումը ո՞րն է, անտարբերություն, այսքան բան։ Հիմա ասենք խոսքի օրինակ որևէ գիտական ակադեմիա բան ուղարկի, իրանք ոչ մի չեն պատասխանում, գիտես, չէ՞։ Ես այն ՀԲՏ-ն քանի տեղ ուղարկել եմ, պատասխան չկա։ Ես ուրախ կլինեի, որ պատասխան գար, ասեն մի բան սխալ ես արել, մի բան սխալ ես ասում, որ այդ մարդկանց հետ խոսակցություն սկսեմ, ասեմ ի՞նչն է սխալ։ Օգոստոսի 11-ին կամ 5-ին կամ գարնանային գիշերը հավասարա, Հայք այսիշ կետում չի ախպերս, 90 աստիճան չի իր տարբերությունը արևի հետ, կամ ես, ոչ մի բան, то есть անտարբերությամբ, այսինքն սղսում են գնում, էլի, ոչ մի բան չեն ասի, որտեղ պետք է հանկարծ խոսան, կրակն են ընկնել, չեն կարող բան անեն։ Ուրեմն այդ դեպքում ոնց է լինելու, այդ դեպքում արդեն ես արդեն դիտարկում եմ այլ կերպ։ Ժամանակը կգա, այդ ժամանակն է շուտով է գալու, որ 26 թվականին ասում եմ, աշխարհակարգը փոխվել, մարդու գիտակցությունն է փոխվել, այն ինչ այսօր չի հետաքրքրում մարդուն,
Վաղը հետաքրքրելի է, դա պահանջն է տիեզերական, արդեն առաջնային դաշտը, այն որ քվանտային ֆիզիկը ժամանակի ու տարածության բանա չէ, սիմետրիա, մանգալի ու զրոյական կետ, դա ժամանակի հրամանն է։ Հիմա Նասիմ Հարամեին, չգիտեմ, այնտեղ տարբեր ֆիզիկներ կան քվանտային, գործում են դրա մասին, որ մենք պետք է գտնենք, որ հետա, որ ժամանակն է, որ հա ինքը աուդիտորիա է հավաքում, մասա է հավաքում, ասեմ քեզ։ Իրան էլ բաներ են ֆունդամենտալ կոչվող գիտություն ասում են, չէ, ինքը բանից գիտությունից դուրս բաներ ան, մեզ մարդը բանա, ռեսուրս է հավաքում։ Թող հավաքի, մեր համար է հավաքում, հասկանում եք։ Ինքը այսպես է կայանում։ Ինքն էլ չգիտի, բայց մեր համար է հավաքում։ Չի իմանում, չէ, մեր համար հավաքում է։ Այդ գիտակցությունը պետք է ասես։ Այն որ ասում եմ Ծիրանը վերջում արախտի դառնա, չէ՞, մոտավորապես այդպես։ Չգիտես այդ բանի մասին։ Եթե չգիտես, ոչ մի կայացում չի լինելու։ Հիմա ես տեսնում եմ, որ աշխարհը արդեն այդ խնդիրը դրել է իր համար։ Դեռևս պահպանողական աշխարհը ասում է, թե բան չկա, ոչինչ։ Երբ որ այդ հավաքական X մասան, կրիտիկական մասան կհավաքվի, վերջ, արդեն դրա դեմը ոչ մեկը ոչինչ չի կարող անել։ Եթե այն բանն այլ են, որ գալիս է հեղեղ ալնում, արդեն դեմը չես կարող, որևէ պատվարով, պատվարշով, հագես։ Սենց է եղել միշտ, ու հիմա էլ այդպես է։ Լինելու և մոտ ժամանակներս դա կլինի։ Ում կհետարքի գիտականորեն դա գոնե կարդալ, Միջալից որ կարդում ես, կարող դու բան չլինես, ես միշտ բացատրում եմ, էլի, ասում եմ երաժշտություն լսելու, Մոցարտ լսելու համար, դու երաժշտագետ պետք է չլինես, էլի, կամ պետք է դուրդ գա, կամ դուրդ չգա։ Դու ինչ իմանաս, այնտեղ ռեպրիզայում ինչ լուծումներ ալնում, ինչ հարմոնիկ կարգ է, ինչ տոնայնությունը, կամ քո դուրը գալիս է, կամ չի գալի։ Ուրեմն կտանք այդ գիտությունը, դրեք, ես էլ նենց եմ գրել, որպեսզի չոր գիտական լեզվով չլինի, էլի։ Որ մարդը այն ազիմուտա հակում է դրանից հոգնի, բայց այնտեղ ես ուրիշ ձևի բացատրություններ եմ դրել, որ մարդու սրտին կպնեմ, հա, sense կոպիտ ասեմ, էլի, որ մարդու համար հետարքի լինի։ Կարդացիչ դուրդ եկավ, կարդացիչ դուրդ չեկավ, ուրեմն դուրդ չեկավ, որտեղ քո խնդիրն է։ Մարդու կամքը ազատ է։ Մարդը կամ պետք է դառնա համապատասխան, ինքը պետք է ինչ հասկանա, որ ինքը տիեզերքի մի մասնիկն է։ Այդ պետք է հասկանա։ Հիմա ոնց կհասկանա, ոնց պետք է հասկանա, ստեղով դժվար է, որտեղ ես տեսականով նայում ասում աշխարհը բան է, ստի կեղծիքի մեջ է, բայց էս սրան պետք է լսի, որ եթե սեր չլինի, կործանվի այս աշխարհը։ Այսքան բան, հասարակ բան է, էլի։ Եթե պետք է գնաս, ասենք կեղծիքի մեջ, հա, էլ ինչ ես անում։ Ուրեմն կեղծիք առնելու ու վերջ։ Բրծավ, ուրեմն էլ այս կեղծիքի մեջ էլ կգնաս ու կվերանաս։ Ուրեմն ուրիշ կյանք էլ չկա, ուրեմն բան, էլի ումա պետք է ապրել, խես ծնվե։ Կյանքն ի՞նչ է, մի վայրկյան չի, աչքերդ փակում ես, բացում ես, տենում ես 65 տարեկան ես, ես իմ վրով եմ ասում։ Բայց հիշում եմ 2 տարեկան երազս, որ տեսել եմ ես երեխա վախտս, հա։ Այդ կետից այս կետը այսպես մի ակնթարթ է։ Ուրեմն տիեզերքը մեզ ստեղծել է այդ մի ակնթարթի համար, որ գանք սենց ու թողենք գնանք, ուտենք, խմենք, պախարակենք ամեն ինչը, թողենք գնանք, հա։ Տիեզերքը այդքան բան, հա։ Ոչ, իհարկե, որևէ մի տար, որ ստեղծվում է, ինքը հավերժ է, ինքը հավերժ կատարելագործման էվոլյուցիայի մեջ է։ Իսկ առավել ևս բանական մարդը, հա։ Էլի նարեկացի ասում է համացեղությամբ Աստված կոչեցիր, որ Աստծո անանցականը իմաստասիրես։ Համացեղությամբ մենք Աստված ենք, նարեկացին է ասել։ Խեք ասում մենք խեղճ ու կրակ չգիտեմ ինչ ենք։ Խեք մեզ դա խեղճ ասնում։ Մենք Աստված ենք, իհարկե։ Որտեւ ասը մենք կարող ենք վերլուծել։ Եթե ասը դու չվերլուծես, ինչ կդառնաս, հայերեն լավ բառ կա, անասուն, վերջացավ։ Ասուն, կամ դիլնես ասուն, կամ դիլնես անասուն։ Վերջ, հասարակ բան չի։ Որոշի որն ես ուզում լինել։ Խոտը շատ կլնի, կուտես, ավելի լավ չի անասուննալը, այն ասունի դեպքում բանական մարդ։
Բարձր խոտ չեն տա ուտելս էլի։ Իհարկե, մարդը ունի իր նշանակությունը, պարոն Գևորգյան, հենց մարդուն ուզում են իր նշանակությունից, տեզերական հասկացողությունից, իր արարչական հատկություններից կտրեն, այսօր տանեն լրիվ նյութական, այսինքն ձեր ասած տեսողական դաշտի աշխարհ, որ մենակ տեսողականն է, հենց դրա համար է մեր պայքարը, պարոն Գևորգյան, մենք ավելի երիտասարդ բան ենք, շերտ ենք ձևավորում, բայց այսօր մեր խնդիրն է ձեր գիտելիքները, ձեր սերունդի գիտելիքները, ու ճշգրիտ գիտելիքների մասին է խոսքը, որը որ մեր ազգայինն է ու փոխանցվել է այդ ամեն ինչը աստղոճարտարապետությունով, ու հիմքեր ունի։ Այդ ամեն ինչը ավելի կատարելագործենք ու մեր կատարելագործելն էլ թողենք հետագա սերունդների, որովհետև եթե ազգը չի մտածում իր սերունդների մասին, ապրելու իրավունք չունի, որտեղ սերունդն է շարժիչը ազգային գաղափարի։ Հիմա Նարեկ ջան, ազգ ուրիշ բան է կատեգորիա է։ Ժողովուրդն ու խառնամբողջը ուրիշ կատեգորիա է։ Նախ այդ իմ գիտելիքներն ունի, որտեղ Տաթևիսյանը ես չեմ կառուցել, իր ցուցմունքով ամեն ինչը բացվել։ Եթե Տաթևիսյան, ուրեմն այդ գիտելիքը մենք հետ գնանք ով է հիմնարկել, ես իմ ուր ենք հասնելու, գիտես չէ, քանի հազար տարի։ Իհարկե։ Ես չենք հասնելու։ Ուրեմն դա մեկի գիտելիքը չի կարող լինի։ Այդ խորանները, Տաթևիսյանը, Քարահունը, սա կապված այդ գիտակցությունն է, գիտելիքն է, որ քեզ կապում է, այդ դեպքում դու դառնում ես ազգ։ Հիմա Կոմիտասը որ չլներ, մենք վաղուց արաբո-թուրքական երաժշտության տակ արդեն չկայինք։ Չէ՞, մի հատ Կոմիտաս եկավ, ասեց, այս մեր հայկականն է, ժողովուրդ ջան։ Այն կալկալոցները դեն դրեք։ Հիմա ինչ են ասում, էլի հետ են բերում, չէ՞ կալկալոցը։ Ասին Կոմիտասը տարեք բանը թաղումներում նվագեք, հարսանիքներում կլկլոց արեք, հա, թող հարսը դրա տակ բարի, որ երեխեն փորի մեջ ուրիշ գենետիկայով բան անի, էլի։ Իմիջիալս Կոմիտասը շատ ուրախ երաժշտություններ ունի, հարսանեկան երաժշտություններ ունի, տարբեր խնջույքների։ Կոմիտասը հայ ժողովրդի երաժշտությունն է բան արել, Կոմիտասը ինքը որպես կոմպոզիտոր էլ է, բայց ինքը վերականգնել է ամբողջը, ես իմ քանի հազար տարվա հայ երաժշտությունը։ Այո։ Ինչ ուզես կա, հարսանիք էլ նվագի, ինչ էլ ուզում ես նվագի, ով ասում որ բան է։ Այն շարականներն ուրիշ են, դա այդ հոգևոր դասի երաժշտությունն է։ Ուղղակի լյադերը շեղեցին, մաժորային, մինորային փոխեցին, մի քիչ ամեն ինչը, ամեն ինչը։ Հա։ Ինչը լացվում են, թուրքինն ու արաբինն էլ գալիս է մտնում է կլկլոցներն էլ դուրները գալիս է, ու սկսում են այդ վերցնել, էլի։ Չէ, հետարքիրը գիտես որն է։ Այդ դուրը գալիս է թող գնա արաբական, թուրքական երաժշտություն լսի։ Խիա այդ երաժշտության վրա հայկական բառեր գրում։ Չի կարելի, չէ։ Յուրաքանչյուր ազգ ունի իր լեզվան, այդ մի անգամ հենց դրան է պատասխանել։ Ինքը գրել է թուրքերեն, պարսկերեն, վրացերեն, հայերեն։ Մի օր հարց են տվել, ասում են, Սայաթնովա խես 4 լեզվով գրում։ Մի հատ հանճարեղ պատասխան է տվել։ Ասել է ամեն լեզու ունի իր երաժշտությունը, ամեն երաժշտություն ունի իր լեզուն։ Ու վերջ, պրծանք։ Հիմա ես ինձ դուր է գալի վրացականը։ Հա։ Ես կգնամ վրացական կլսեմ, հունականն է դուրս գալիս, կգնամ հունական։ Ինչ երաժշտություն ինձ դուր է գալի, ինձ հաճելի է, որ հունական երաժշտությունը հայերենով ընչի։ Շատ տգեղ բան է առնելու, ասեմ դες։ Շատ տգեղ, որտեղ քո լեզվական այդ շեշտադրությունը եւ այդ երաժշտությունը պետք է համապատասխանեն։ Մարդիկ մասնագետ չեն, հետեք չեն հասկանում, էլի։ Այն որ ասում իմանայի, չիմանայի, չէ։ Երկում են, չէ։ Ես նույնիսկ միշտ ասում եմ, ինչքան էլ որ օտար երկրացիները դուդուկ նվագեն, նույն Յանի օրկեստրում Պետրոյի Քանի երկեցողությունից, երաժշտությունից է գնացել հարճանքներից մի հատ մեջբերում անեմ, Վազգեն Գևորգյանը նաև այո Ես եմ այդ բանն ասեմ ու շարունակեք, ես էլ քանի որ երաժշտությանն է էլի վերաբերում, Վազգեն Գևորգյանը այդ ուղղում ալիքել ունի, Գևորգյան լաբա կոչվում, Lab Music,
Հա, կարակ մտնեք, իր ստեղծագործություններն այնտեղ էլ համ պատվիսկա կլնեք, Music Lab կներեք, պարոն Գևորգյան։ Ու շատ հաջող հետաքրքիր ստեղծագործություններ կան։ Մենակ երաժիշտ մարդը կարա տենց նեղ տերմինոլոգիա օգտագործի, լադեր, հարմոնիաներ, բան տենց։ Չնայած այդ ամեն ինչը այսօրվա մեր երաժշտության մեջ մի թեթև բացակայում է, այդ հարմոնիաները ինչ որ համն ու հոտն է երաժշտության, առանց հարմոնիայի ինքը ոնց որ դատարկ նոտաներով նվագած ինչ-որ բան լինի, մարդի հասկանա որտեղ այդ հարմոնիաները մտցնի, որ այդ համն ու հոտը տա։ Բայց ինչ վերաբերում է նույն Պետրոյոստաչին, հա, ինքը վիրտուոզ երաժիշտ է, բայց դե մի կողմից էլ նայում ես, ասենք փողային գործիքները, եթե մարդ տիրապետում է, ինչ փողային գործիք էլ լինի, մի շաբաթ զբաղվես, դու նվագելու ես այդ գործիքը, բայց դուդուկ նվագելու համար մարդ պետք է հայ ծնվի։ Սկսած այն երաժիշտները խոսք ունեն, ասում են պաստանովկեն, ոնց պետք է գործիքը բռնես։ Այդ մենակ հայ պետք է լինես, որ կարանաս այտենց նվագես ու այդ համն ու հոտը ու այդ շունչը դնես այդ գործիքի մեջ։ Իրա նվագածը զուտ աշակերտական մակարդակի Հարություն ջան, ապրի ինքը բնական բան է։ Դրա համար հայը պետք է չփորձի, ասենք, spirituals երգի, չէ՞, նեգրական, ասենք, այն ամենաթույն բան, չէ՞, եւ այլն։ Այդ Իրանն է, այդ նեգրինն է, Իրանն։ Հա, թող ինքը մենք իրանց կլսենք եւ մեծ հաճույք կստանանք։ Տենց է այդ Ցայատնովի ասածը նորից։ Հիմա բնական է, որ Պետրոյոստաչին պետք է նվագեր, ինքը սիրահարված էր մեր դուդուկին, մարդը դրեց նվագեց, ինչ է եղել։ Հիմա մենք ընդունեցինք, որ դե Պետրոյոստաչին է, բայց եթե հանկարծ Լեննականի շկոլայից մեկը, դպրոցից մեկը կամ Քյավառի, չէ, այտենց նվագեր, կասենք ախպետ ջան, մի պախարակի մեր դուդուկը։ Իսկ իրա դեպքում ծափ տվեցինք, ասենք, նորմալ է, տենց է։ Որ այսքանն էլ կարում ես լավ է։ Այս մի հատ օրինակ բերեմ, օրինակ բերեմ, իմ պրակտիկայից եմ ասում։ Մենք ժամանակին, որ նվագում էինք, տենց պահանջ ներկայացվեց, որ մենք տարբեր ազգերի երաժշտություններ սկսեցինք նվագել, ուրեմն հունական, այդ հունականի ամենայն կներեք այդ բառի համար, քյարթուն, դա պոնտիական հունականն է, որը բաները թուրքերը վերցրեցին, ասին էսի մերն է։ Դա պոնտիական հիմժալ շատ հետարքիր բան է երաժշտությունը, շատ բարդ ասեմ դες։ Հա։ Մոլդովական, չգիտեմ, ռումինական, հունգարական եւ այլն։ Տարբեր բաներ էինք նվագում։ Ուրեմն մի անգամ այդ բաները ռումինացիներ են։ Հա։ Իմացան, որ ռումինացի է, ասինք մի հատ ռումինական նվագենք, թե ուրախանան ժողովուրդը պարեն։ Նվագեցինք, ես մարդիկ զարմացած եկան, ասին ձեզնից ով է ռումինացի, մեզ են հարցին։ Մենք հայ ենք։ Ասում են հնարավոր չի։ Ասում ենք ոնց հնարավոր չի։ Մենք հայ ենք։ Ասում են հայը չի կարա այդ մեր երաժշտությունը տենց նվագի։ նման նվագի։ Իմիջիայլոց հայը կարողանում է։ Այդ իր բան առաջնային գենն է, որտեղ այդ նույն բոլոր ազգերը քո երեխեքն են։ Քոնը երմեք բենա, չէ, գենդ։ Նրանց մեկա, այա, չգիտեմ, այսենց։ Դրա համար դու քո համար ընդունելի է, այսինքն դու ընդունում ես այդ ազգային հոգին։ Չէ, Առնո Բաբաջանյանը բան, չէ, դες ռուսական հոգով երգեր է գրել, բայց հայկական ձևով, չէ, բայց այն շուկայի համար, ճիշտ է։ Մենք ինձեւի օտար լեզուներն էլ ենք կարում սովորենք։ Այն Դավիթ Տուխմանով կար, հիշում եք, մաքուր հայ է, չէ։ Հենց այդ բան, այն Միստր Շլյագերը ոնց է դրա անունը։ Հա, եւ այլն։ Այնտեղ լիքը եւ բանում կան։ Ամենտեղ Ֆրանսիայում, ասենք հենց նույն բանը, չէ։ Շարլ Անձնավուրը, չէ։ Հա, Ամերիկայում եւ այլն, մերոնք են բանը։ Հոգին կարողանում են վերցնել եւ հետարքիր ինչ-որ բան են տալիս։ Բայց մեր դեպքում մենք եթե մեզ նորից եմ ասում դուր է գալի, եւ պետքա դուր գա, որտեղ իմ համար օրինակ բոլոր ժողովուրդների երաժշտությունները ժողովրդական, շատ ընդունելի եւ դուր է գալիս ինձ։ Բայց ես նրանց լսում եմ իրանց օրիգինալով։
Ես չեմ վերցնի դրա վրա ինչ-որ բաներ անել, էսա խնդիրը։ Խնդիրը ընդհանրապես դրա մեջ է։ Հիմա ինչու է հայը էդի անում, հայը չի անում, դա ուղղորդված է։ Էդ էլ ասեմ ես։ Էդի հայը չի անում։ Ուղղորդում են, ով որ տենց է երկում, ասում են սրան առաջ տարեք, իրան թող ծավտվողները շատ են։ Ասենք այսօր էսա։ Պարոն Գևորգյան, դաժե թուրքիական այդ շարքը բառը որ կար, շարքը, չէ՞ այդ իրանց բանալին որ բացվում է։ Էլի մեր շարական բառից են չէ՞ վերցրել։ Այսինքն այն ժամանակ մենք այնքան կուլտուրայով ամեն ինչով բարձր ենք եղել, որ մեզանից են վերցրել, բայց այսօր ցավոք սրտի մենք մերից տեղյակ չենք ու գնում ենք ինչ որ այդ վատ օտարի հետևից, էլի։ Ամբողջ բաներ խորհրդանիշ ամեն ինչը ստեղծողը հայերն են եղել։ Էդի ոչ մեկը խոսքի օրինակ ինչ կուլտուրա, այդ քոչվոց է։ Ինչ պետք է ունենա։ Ոչխարապայ բանա ցեղա եղել, բան Ալտայից, բանի Մոնղոլի հետևից եկել աստե։ Ինչ կուլտուրա ինքը պետք է ունենա։ Բայց ապրի ինքը որ կարողացել է ուրիշների կուլտուրան եւ չապրենք մենք, որ մենք կուլտուրան տենց բան ենք արել։ Մենք 1000 մարդու կարան կուլտուրա տանք, բայց մերը պետք է պահենք, ախպեր ջան։ Նա որ գողանում է, խոսքերն է, չունի գողանում է։ Այդ էլ մի բան որ ունես տունը դրած դուրը բացես դու ասես կգա գողանա էլի։ Այդ էս բաժանում ենք, մենք գնում ենք նրա այն ֆերմասները վեկալում ենք, ասում ենք իդու այլ։ Հա, այսօր։ Էս էլ է ուղղորդված, համել ինչ որ, չգիտեմ ինչ հոգեկան հիվանդություն է մտել, ինչ որ մուտացիա է մտել հայ ազգի մոտ, այդ էլ մտել է բարձ է ուղղորդման բան, որտեղ ամեն ինչը հասկանալի է, արեք էդի արդեն հիմա ժամանակը չի դրան վերլուծելու, որտեղ հիմա ժամանակը ուրիշ է, խնդիր է դրված տիեզերքի կողմից, մարդը պետք է դառնա մարդ, վերջ։ Կանգնել ազատ է, ով ինչ ուզում է թող ընտրի։ Ես դա եմ ուզում քանտրեմ թող գնա։ Ահա։ Դա է ուզում հարցնեի, օրինակ այդ գիտելիքների տիրապետումը մեր ժողովրդին ինչքանով լավ ասած կարճ ասեմ ինչ կտա մեր ժողովրդին հետագայի առումով ու այս պահին եթե մենք սկսենք դա զարգացնելու այդ գիտելիքի տիրապետումը ինչ կտա դա մեր պետությանը Ուրեմն անհատական առումով Հարություն ջան մի անգամից ասեմ եթե մի հատ բան չափագրիչ սարքը լինի բերենք օր ռեզոնանսը չափեն հա մի անգամից այնտեղ 7-ը կդառնա 75 Ես այդ փորձը արել եմ գիտեք չէ Թաթևում Ուրեմն երբ որ այդ ժամանակի տարածության սիմետրիան ասում ես այս ժամն է նա երաշխություն ես միացնում ասում ես նստի ոչ մի բան մի արա ոչ մի բանի մասին մի մտածի նախա չափագրում ես անում եւ ետ չափագրում ես անում 7 հերցը դառնում է 75 հերց Այդ ինչ կտա քո հոգու մաքրություն, բարձրություն, մինչև ֆիզիկական բոլոր այդ ամեն ինչի բարելավում կտա։ Պետությանը դե պարզա, բարօրություն կլինի, բայց այդ պետությունը դեռևս ուղղորդված է, ինքը դժվար թե էլի ինքը գա դառնա բան, բայց դրան էլ են ստիպելու, արդեն տեզերքն է ստիպելու, քաղաքական ուժեր չեն արդեն, իրանք արդեն խաղացող չեն ըրնելու շուտով Որտեղ նրանք մենք տեսել ենք, նրանց խաղը տանում է մեզ կործանում է։ Դա հստակ բան է։ Բայց չեն կործանում։ Այո, մարդկային ամբողջ հասկացողության կործանման։ Ահա։ Իրանք էլ իրանց են կործանելու։ Նորից եմ ասում, եթե իրանց թողենք, հա, նորմալ է, թող կործանվի, թող անեքսացվի այս աշխարհը։ Նորից եմ ասում, այս մի կյանք չի, կգնանք ուրիշ զուգահեռ աշխարհը կառուցենք Իդեպ բոլորը չեն գնալու նորից Գնացողը կգնա Մնացողը Իսկ այդ վիբրացիոն մարդու օրգանիզմում որ սկսեց բարձրանալը նույն եթե նայենք օրինակ էթերիկ տեսանկյունից ու էքստրասենսորիկային եթե ճարադարձանենք Այն մարդիկ ովքեր որ շփվում են այդ էներգիաների հետ, սովորական միկրոբները մարդու ձեռքերի վրա մեռնում է, չի մնում, որովհետև էներգետիկ դաշտը մարդու բարձր է։ Եթե եկանք բարձրացանք ազգայինը մեր սկսի ավելի բարձրանալ ու հաճախականությունը հասարակ քաղաքացու վիբրացիոն մակարդակը մարմնի եթե սկսավ բարձրանալ,
ուզած պետությունը ու այդ Այո, արդեն ուզի թե չուզի։ Հե որ ասում եմ քրիտիկական մասսա եւ պահանջարկ։ Ինքը ով է որ ուզի չուզի։ Հասկանում եք, մեկը կար ասում էր ինչ անեք գլխից դա ես ոչինչ չեք կարել, չէ՞, մեկը կար որ մի վաղ անունը չտամ էլի։ Տեսար գլխին ինչ եկավ։ Հաթայի երկ եղավ, տեսար ինչ եղավ։ Հա, ինչն է քրիտիկական մասան, հասկանում ես։ Պահանջարկը գալիս է, ու պահանջարկը լինում է։ Հիմա տեզերքը տվել է այդ պահանջարկը ու ինքը կայացման մեջ է։ Այդ կայացումը մենք իրար հետ մոտավորապես երևի, չգիտեմ, սրանից 5, 6, 7 տարի առաջ այս խոսակցությունը չէինք տանում, չէ՞ Արություն ջան։ Էլ չեմ ասում մի քիչ առաջ։ Ընդհանրապես փակեր էս թեման։ Հիմա ինչու ենք մենք խոսում։ Ինչ-որ մի բան կա, չէ՞ որ մենք խոսում ենք։ Այդ ժամանակն է բերում, կարիք է հենց։ ժամանակը բերում է իր պահանջարկը։ Հիմա ես այդ եմ ասում, ժամանակը բերել է պահանջարկը եւ դրել է եւ սպասում է դրա հասունացմանը, կայացմանը, հասունացում, կայացում։ Այդտենց է ամբողջ բնության մեջ։ Ծիրանը պետք է աճի խոսքի հունիսին, հələ ցոգոլա խոսքի մայիսին կամ ապրիլի վերջին, չէ՞։ Տանց կա որ պետք է դմեռա հասնի հիմա։ Ուրեմն դրված է, այն որ մենք հիմա խոսում ենք, մենք պահանջ ենք, չէ՞, ներկայացնում։ Պահանջարկ ենք ներկա, 3 օր նստած պահանջարկ ենք ներկայացնում, այնքան մարդն մեզ նայում է, չէ՞։ Սա պահանջ է։ Ներկայացնում ենք թեմա է, որը ահա, հիմա ով հասկացավ, ով չած, ասում եմ, ամեն մարդ իր ազատականականքը իր գործն է։ Հասկացա, չհասկացա, պետք է իրան, Ի սկզբանն է։ Հա։ Բայց ինքը արդեն դրված է, հիմա դրա կայացումը հարցում ջան, շատ շուտով։ Լսում եմ, Մի հատ sense հարց տամ, պարոն Գևորգյան, շատերին է հետաքրքիր, նու Բրիտանիայի Stonehenge-ը, մեր քարահունջը, Պորտասարը, այսինքն ինչ կապ ունեն իրար հետ, շատ տեսություններ, որովհետև հիմա շրջանառվում են հենց հայագիտության շրջանակներում, որ այդ ամեն ինչի վերջի ստեղծողը որպես գիտություն, որ տեղեկանային այդ մարդիկ հայերն են եղել, այսինքն ամբողջ աստվածաբանական, աստղագիտական, աստրոճարտարապետության ընդհանուր տարածողները եղել են մեր լեռնաշխարհից վերջի վերջը։ Կուզենայի մի քիչ դրանից խոսենք, պարոն Գևորգյան, ձեր թույլտվությամբ։ Եթե այնտեղ մենք խոսանք այլ աստղադիտարանների մասին, ես կասեի, այո, դա կառուցվել է ուրեմն այն հին իմացյալների, իմաստասերների կողմից։ Իսկ ինչ վերաբերում Սtonehenge-ին, ինքը 43 թվականից հետո է կառուցվել դա, հենց որ ինքը չկա։ Այդ տեղեկությունը 1943 թե 43։ Այո։ Ինքը պատերազմի ժամանակ բան է եղել, ուրեմն զինվորական այրոդրոմ է եղել։ Հա, դա բերած քարեր են։ Դուք տեսնում եք աստղագիտություն չկա։ Քարահունջում աստղագիտությունը կամ հենց մեր բանը, չէ, կենտրոնագմբեթը, նեղլիկ պատուհան, որ այդ աստղը գա ու դու կարողանաս դիտարկման կետ ունենաս եւ այլն, որ չսխալվես, չէ, քարահունջում կլոս բաներ են։ Իջալոց կա արևելյան կողմի քարեր, որոնք վերև են նայում եւ արևմտյան, որոնք ներքև են նայում։ Մի խոսքով կա արևային օրվա քարեր, երբ որ ցերեկը պետք է դիտարկես։ Կա գիշերային արևմտյան եւ արևելյան կողմի քարեր։ Հիմա քարա բանում Stonehenge-ում տես բան կա։ Նրանք ասում են 5000 տարվա է իրանք Stonehenge-ը։ Աստղադիտարան, ուրեմն Համեմատակ մի րոպե, Հարություն ջան, մի հատ ես նորից ասեմ։ Եթե ասում ես աստղադիտարան, հա, չէ՞։ Պետք է այդ աստղադիտարանի գործիքակազմը հասկանաս, ոնց է։ Այդ ոնց ես դու այդ աստղին նայում։ Եթե ասում են քարահունջ, տանում ցույց եմ տալի, չէ՞, ասում եմ նայի։ Կապագրեցի, հեսա, կողմնացույց է ասել։ Դիր մի հատ ազիմուտ։ Մոտավորապես չափի։ Ասենք ասում է 97-ից մինչև 100-ը։ Ահա, ասում եմ։ Հիմա նայենք 98-ում։ Բացում եմ ծրագիրը, ցույց եմ տալի, էսով է, ստեկաննած։ Մա հայկը։ Պրիտոմ հայկի այսինչ աստղը։ Հասկանում եք։
90-ում ով է Իհարկե։ կանգնած։ Այգի Մենյուսը աստղը։ 112-5-ում ով է կանգնած։ Սիրուսը աստղիկն է կանգնած։ Ու տենց շարունակ։ Հիմա այնտեղ այդ եկա ասեն, մեծ Այո։ քարեր են դրել։ Ես այդ աստղը ու կլոր է, էլի ասեն։ Հետո ասում են արևը գալիս է այդ քարերի մեջտեղը դուրս է գալի։ Արևը կգալ կգնա էլ, իրանք խաբար չեն որ Միշել հավասարները դարերի ընթացքում փոխվում են, էլի 100-ամյակը մեկ։ Տեղը փոխվում է։ Մեկ մարտի 20-ին է, մեկ 19-ին է, բան են, որ մի խոսքով։ Այն որ հիմա գոռում են 21, 21 ինչի 20-ին է։ Ու ցույցատալի յուրաքանչյուր կենտրոնագմբեթ Խաչաձև եկեղեցի, չասեմ Տաթևիսյունը եւ այլն։ Հա։ Ինքը գնացող գալացող է։ Տենց է։ Մեկ Անկայուն է արևը 11 րոպե։ հենց դրա վերաբերյալ Տարեկան անկայունություն ունի, շուտ է, շտապում է, էլի արագ է գնում, Իրանը ոչինչ չես կարող անես։ Լսում եմ Նարեկ ջան։ Հենց կուզենայի դրա վերաբերյալ պարոն Գևորգյան եկեղեցական դասից խոսանք, որովհետև մենք մեր կենտրոնագմբեթ Խաչաձև եկեղեցիներում ունենք դաս, չէ, եկեղեցական դաս, որը ըստ սովորության մի քանի սանտիմետր քարը ավելի բարձր էր լինում, հիմա ժամանակակից բանում ու փակում են, չէ, սենց իրան կուզենայի հենց այդ դասի վերաբերյալ մարդիկ տեղեկություն ունենան, դասը եկեղեցու խորանի դիմաց կամ չգիտեմ ինչ որ դաս գոյություն ունի, որը որ կոնկրետ աստղագիտություն է ինքը իրանից ներկայացնում։ Այդ դրա մասին կուզենայի զրուցեինք, պարոն Գևորգյան։ Ուրեմն էդի մենք պարզաբանեցինք արդեն հստակ ոնց որ ասում են տեսականորեն, երբ որ սկսեցինք դիտարկել այդ մեր գարնանային գիշերը հավասար, ամառային արևադարձ, պաշտոնային եւ այլն։ Հետո ձմեռը։ Այո։ Ինչ է կատարում այդ դասի հետ։ Ուրեմն այս բանի գլխավոր եկեղեցին որ կա, ինքը հատու ձախ կողմերում բաներ ունի, խորաններ ունի, ոչ միայն արևելյան կողմն է ցույց տալի, այլև հարավային եւ հյուսիսային կողմերն է։ Հիմա այդ արևը այսպես եկավ Սիրուն, մտավ ուրեմն այդ բաների տարբեր ժամանակ ուրեմն տարբեր բաների մեջ է մտնում։ Ընդեկա կլորս են անցկեր, կան երկարու լուսամուտներ։ Արևադարձի ժամանակ ուրիշ տեղ է մտնում, բանի մեջ ուրիշ տեղ է մտնում, գիշերը հավասարների, բայց երկու դեպքում ինքը բերում է այդ արևի լույսը, այսպես ասած, ուղղանկյուն, այսպես դնում է դասի վրա, ուղիղ վրան է դնում, ուղիղ այդ Ապացուցված փաստ է այդ արդեն։ Էդի ոնց է ապացուցում, տեսականորեն անցած անգամ մարդիկ կային, որ առաջի անգամ էին, ասի արի գնանք այսի դասն է, հիմա նայի, հլո կեր ժամ հետո ուրա գալու լույսը կանգնելու, այդ նկարները սա ունենք, նույնիսկ նկարահանումներն ունենք։ Շշմել էր տվյալ մարդը, արվեստագետ մարդ էր, ասեց այսքան տարի ապրել եմ, գիտեմ բան գիտեմ, պարզվում է, որ ոչ մի բան չգիտեմ, ես ինչ հրաշք էր։ Ու այդ հարցը տվեց, ասեց այս հրաշքը կառուցելու համար Ես ինչ գիտելիքներ էր պետք է լինելու, մենք փաստորեն չգիտեինք դրա, ընդհանրապես ոչինչ չգիտեինք։ Եթե ես նրան նստեի խոսայի տվյալ անձնավորությանը, ինքը մեկը բան չէր ասում, տեսականորեն, եկավ, տեսավ, արդեն բեր։ Այդ դասն է, ուրեմն պատկերացնես ինչ գիտելիք ունենաս, դասը դստեղ դնես, այն խորանի բանը լուսամուտը, դա արդեն լուսամուտ չի միջել, պատուհան է։ Լուսամուտը մենակ արևելյան կողմն է, էլի, մեր հայկական։ Հա, այդ կառուցես արևի համար, որպեսզի ինքը այդ կայացումների ժամանակ գա ու բանանի։ Տաթևիսյունը այս տարի մենք այդ 5-րդ կետը, ուրեմն կարդինալ խաչը, այսպես կոչված, դա գարնանային գիշերահավասար, ամառային արևադարձ, աշնանային գիշերահավասար եւ ձմեռային արևադարձ։ Դրա մեջտեղը կա 5-րդ էլեմենտ, անունը դրինք 5-րդ էլեմենտ։ 5-ին, օգոստոսի 5-ին, ժամը ուրեմն 67:05 ազիմուտից ուղիղ ժամը 6-ին արևը հորիզոնի տակից հանում է դուրս։ Գնում է արևելք, հետո ժամը ուղիղ 1-ին գալիս է կանգնում է Տաթևի 170 ազիմուտ Տաթևիսյան վրա։ Երբ որ մենք այդ ստվերը Տաթևիսյան ստվերը չափագրեցինք, ինքը ցույց տվեց Z0։ Պատկերացնում եք ինչ հրաշք։ Հա։ Դա հրաշք է։ Դա կոչվում է սիդերիկ տարվա, այսինքն
երկիր մոլորակի մեկ շրջապտույտի ավարտը ուղիղ ավրին, ավր պահա նշանակում։ Հայերեն էդի Այսինքն, բանաստական տերմինա ավր, ակնթարթ է նշանակում։ Ինքը վարկյան այս կոմենկոմ չի, կոնկրետ, այդ ավրին ինքը ուղիղ ժամը մեկին, Տաթևիսյան տվերը այսենց դրեցինք բանը, կողմնացույցը, ինքը զրո ցույց տվեց։ Սիդերիկ տարին լրվեց, 360 օր լրվեց, 360 աստիճանով մնաց 6 օր, որ գար դառնար օգոստոսի 11, հեն էլ նույն ձևով Հայկը արդեն գիշերը կբերի հասարակացով Օրիոնի գոտին կդնի, էլի դու կարող ես դիտարկել։ Հենի գիշերա չեն թողում, որ գնաս նայես, ես էլ ցերեկել գնացինք, նայեցինք, նկարեցինք։ Հիմա այս աշխարհի սիստեմավորել ենք, գրել ենք մի հատ կոնցեպտ վարկյանի ճշգրտությամբ, անկյունային չափագրումներով, այս կոմ հայկյան բուն տոմարի ամբողջ համակարգային դրույթները, որ ինքը արդեն կազմում է ոչ թե 4 հարթություն է, այլ 5-րդ։ 5-ը։ Ինքը բուրգ է։ Այսի տարածությունն է, այսի ժամանակն է։ Այսի խորությունն է, արդեն խորությունն է, այսինքն տիեզեր։ Հեն բանը, Վետրիան մարդը է, տեսել եք, չէ, սենց ձեռները բան։ Ոնց որ եկալ ես գալիս դրա բան անես, պոկես, ասես 4 հատ է։ Հիմա ամբողջ աշխարհը արևի շրջապտույտը 4-ով է հաշվում, ախպեր ջան, 5-ով է, 4-ով չի։ Եվ հայկյան համակարգով աստղագիտորեն ինքը արևը 0-ի վրա է գարնանային գիշերը հավասարին, ամառայինին ժամը 6-ի վրա է, 6-րդ մերիդիանի վրա է, Հայկի հետ միասին, ընդեղ 90 աստիճան տարբերությամբ։ Հետո գալիս է 12, հետո գնում է 18։ Այս մեջտեղը գնում է 9, այսինքն 5-ը համակարգված է։ 6 + 3 9 + 3 12 եւ 10։ Գնում է 5 էլեմենտ։ Սա չգիտի աշխարհը։ Համակարգումը 5-ի մեջ ճշգրիտն է գալիս։ Նորից եմ ասում։ Գլուխը դրես էլի, գիտակցությունը։ Էդի տիեզերական զրոն է, էդի որ քանդում ես, դրա համար բոլորի կալենդարները սխալ է։ Հենց դրա համար, որտեղ այդ կետը ոչ մեկը չունի։ Հայկյան բուն տոմարը ունի։ Հայկյան տոմարն է, իհարկե։ Հա։ Հիմա դա ունենալով մենք համակարգել ենք, արդեն մենք հիմա մեկը կարա հարց տա, ասի այդ կոորդինատական համակարգով ես հաշվում, բա ասում եմ, հա, բայց եկեղեցին խենք աղբել։ Եկեղեցին ինքը բուրգ է, չէ, խաչաձև է, չէ, գմբեթն է, 360-ը գծի, խորանները ճիշտ դիր, ազիմուտար, չեղավ կորդինացիոն համակարգ, մաքուր։ Միանշան բաժանը մտատարես, բաժան 360-ը, բաժանը 32-ի, անկյունը լնելու է 11,25։ Ու վերջ, այդ 11,25-ը կոչվում է ռոմ։ Նավիգացիոն սիստեմի բանն է, կոնստանտն է։ Կարեն Բալայանին ասացի, այ մարդ ուրախացել էր, բան, այս կոմենկոմ։ Բա մենք դրանով, նավագնացությունը, են ինքնաթիռովորդը, սաղ դրանցով է։ 11,25, 22 և դրա կեսը, 5,620։ Պրծար։ Ասում են չկա, կորդինատական ցանց մենք չենք ունեցել, ոնց չես ունեցել, բա եկեղեցին, որ խելքը չի ասում գնասին։ Ոնց են սարքը, իհարկե, նույն ձևի հացի ներսը դուրսն էլ է շատ բաներ դրած եկեղեցու պատերի վրա։ Մենք ունենք եկեղեցիներ, որտեղ որ այնտեղ կախված արևի շողքին գնելուց կոնկրետ ինչ պետք է անես, ոնց պետք է անես, որտեղ իհարկե, բաներ է բացում։ Եկեղեցիներ ունենք, որ մի երկու հարգել գետնի տակ են, այտենց բաներ կա։ Ուրեմն այնտեղ այդ ամեն ինչը շատ է, եթե ես ասում եմ, այն գլխավոր բաներն եմ ասում։ Ասենք պատի անկյուն է, մտնում ես որոտնավանքում, 90 աստիճան, այսինքն անկյուն է։ Ուրեմն որոտնավանքին պատկերացրու այսինքն սվերիկ բանն է, խորանն է, 3 հատ խորանում բան կա, լուսամուտ կա։ Այս անկյանը կանգնում ես, այս առաջի բանն ես մենակ տենում։ Բացվածքը լուսամուտն ես տենում։
Գնում ես մեջտեղ, այն երկուսը փակվում են, այն մյուսն է բացվում, մեջտեղինը 90 աստիճանն է բացվում։ Գնում ես դեպի ձախ, մեկ էլ դնում ես այն երրորդը բացվեց։ Չափա գրում ես, մեկը 45 է, մեկը 90 է, մեկը 98 է։ Հիմա որն է։ Ուրեմն նայում ես, առաջի խորանը օգոստոսի 11-ին ցույց է տալի կառավար համաստեղության կապել է գլխավոր ալֆա աստղը ժամը 2-ից մոտարապես եմ ասում 25, հա։ Երկրորդ խորանը ցույց է տալիս ուրեմն այդ որ գալիս ես մեջտեղը արևելքը Հայկի ուսն է ցույց տալիս, հետո միաժամանակ ասեմ ձեզ, բան 98-ն էլ Հայկի գոտին է ցույց տալիս։ Ահա Եգիպտական բուրգերն էլ են դրանով կանոնակարգվում իմիջիալոց, պարոն Գևորգյան, ողջ եգիպտական գլխավոր 3 բուրգը հենց Հայկի գոտու աստղերով են կանոնակարգվում։ Ոչ միայն դա։ Ախորոշիչները որ դնում ես, գալիս կայնում ես, հենց նույն մեր քարահունջի վրա է գալիս կանգնում։ Այդ 39 ու 30, չէ, իրանց մոտ։ Այդ բանը Քեոպսի բուրգն է, չէ։ Գլխավոր բուրգն է Գիզայի։ Ուրեմն այնտեղ թագավորի եւ թագուհու դամբարան։ Ասես լուսանցքներ կան, դրա բանն են հարթության անկյունն են շեղման հաշվել, մեկը 39 ու 30-ը, մեկը 45։ 45 ազիմուտ 39 ու 30 գալուց է Փարանուց տանը։ Երկրորդ հասարանցի երեխեն կդնի, այսպես հասարակ ձևով 90 Հանգիստ կչափի։ 45-ի, էս էլ բանն է, չէ։ Երկարությունը կգաս կտենաս հատումը որտեղ է։ Այնքան հասարակ բան է։ Պարոն Գևորգյան, իսկ մեր բուրգի վերաբերյալ ինչ կասեք։ Մեր գետազատում բուրգերն ու բուրգեր կան, որոնց մասին հələ չեն էլ խոսվում, էլի հայկական լեռնաշխարհում ու Հայաստանում են։ Բայց մեր ամենահայտնի տարբերակը Նայ, բուրգեր շատ կան, ասեմ քեզ, նախ շատ կան։ Շատ բուրգեր չեն պահպանվել, ինչի համար, որովհետև այդ բուրգի տեղը կառուցվել է այդ մեր բանը։ Կենտրոնագմբե դրանից առաջ ուրիշ է։ Այո։ Դրանից առաջ Բայց դրա մասին չեմ ուզում խոսել, պարոն Գևորգյան, բայց հողի շատ բաներ կան։ Շատ բաներ կան։ Եթե դուք Պորտասարը նայեք, ինչ հողային ծածկույթ է, իմիջիալոց այդ հին աշխարհը օրենք է եղել, իրանք այդ երբ որ կրոնափոխություն է եղել, աշխարհաքաղաքական բանը, իրանք այն հին տաճարները փոխել։ Հիմա եթե դուք այդ Պորտասարի այն հին չբացված պատկերը նայեք, ես ձեզ նույն բանը տանեմ ցույց տամ, չմտած Հալիձոր այդ Գորիսի ճամփի վրա։ Նույն բանը ցույց տամ։ Պետք է գնաս գեոլոկացիա անես, բան անես ու տենաս որ տակը բան կա, հասկանում ես, բայց դե ով է տենց բան անում։ Հասկանում ես։ Այստեղ մեր եղած բուրգս քիչ են բացում։ Հա։ Դեռ եթե այստեղ հիմա ասում են իբրեպեղում են բանը բուրգի տեղ ես գիտեմ, շատ են, շատ են, ուղղակի չեն թողի այդ ամեն ինչը բացվի։ Հիմա նոր տեխնոլոգիաներ կա, չէ՞։ Քեոպսի բուրգերի տակը որ այն լիդարներով բան էին արել, այդ գետնի տակ սկան էին արել 80-ի վրա ոնց որ ինչ-որ կոլոնաները քանի մետր խորության վրա, քանի հատով ինչ-որ բաներ է, որոնք որ սպիրալա ձև, հենց բուրգի տակ 80 թե 100 մետր, թե ինչ կա, այսօր բավականին հսկայական կառույց է բուրգի տակ, որը որ կոնկրետ բան է, հոսանքի այդ էլեկտրական պարուրների նման, ինքը բաները հավաքած, ինքնից իրանով, ոնց որ այդ ամբողջ կառույցի գագաթն է բուրգը։ Մնացածը սաղ գետնի տակ է այդ մեխանիզմը, նույնը մեր եկեղեցիներն է, ինքը ընդհանուր հավաքում է, ուղարկում է կոնկրետ նպատակային, այսինքն էներգիայի կուտակիչ է բոլորը, ոնց նայում ես, էլի։ Այո, այդ բաները կուտակիչները գտել են, չէ, Եգիպտոսում։ Բաները, այսինքն երկարուկ բաներ են, չէ, գալվանական էլեմենտի նման ու նույնիսկ իրանց այդ պատկերների մեջ կա, էլի, այն քանդակների, արտաքանդակների մեջ կա։ Իրանք ուրեմն բան են արել, ակումուլյացիա են արել եւ ունեցել են լույս, դրանից լույս են ունեցել։ Նույնիսկ հավերժական լույսի բաներ էին գտել իրաց մոտ։
Մի խոսքով, մեր Հայաստանը պեղված չի, հատուկ հրաման կա, որ չպեղել Հայաստանը, մանավանդ բարձրադիր գոտիները, Հարաբաղ, Սյունիք եւ այլն, հատուկ հրաման է, էլի, հետի վաղուց է այդ հրամանը։ Հենց որ դրանից հույսը կդրենք մենք, որտեղ երկինքն է մեզ փրկելու, Հայկն է փրկելու։ Հայկը նենց գիտությունը ոչ իրանք քանդեն, ոչ կտանեն կփախկվածնեն, հասկանում հիմա դու մի բան գտնես, օրինակ լամպը թե չջարդվող բանում անունն էր լամպետի լամպել չէ, ես ինչ կոլբա էր էլ է, տաթևում, բանով լոմով խփել էին չէ ջարդվե, յուղացիները, վերջ կորավետի, միտեղ թաքցրեցին, հասկանում եք, գնացինք պոչի չկանքել, գնաց ու կորավ, ու դենց շատ բաներ են, տարել են ու կորել է, ինքը կթել է, հետո դու չես տեսել, ասենք երկաթ են կթե, որ ասենք 3000 տարեկան է, կես ուշ չի տա, հասկանում մթա 3-րդ հազարամյակում երկաթ աշխարհում բդի չերնորեն, ասենք ոսկում, է դրա դեմը իրեն լավ առնում են, էլի, դրա համար իսկ ես սրա դեմը չեն կարա, երկնքի են վերևը, վարակույր, չգիտեմ ինչ-որ տանիք բան չեն կարա պարգել, սա գիտություն է, աստղագիտություն է, կենսաֆիզիկա է, մենք բիոսկոպով չապում ենք, այգի գալ է ծուցակալի, բիոսկոպ։ Բոլոր այդ աստղային հայացումները 30 օրը մեկնա ցույց տալի եւ այլն Սիրուսի ցակումն է ցույց տալի Գառնանային գիշերը հավասարը Սադալ Մելիքի ջրոշիրի գալը Տաթևիսյան վրա ամեն ինչ ցույց է տալիս այդ կենսաֆիզիկա է որը ոչ մեկը այդ չէր զբաղվում աշխարհում տենց միակ մարդիկ մենք ենք այն Ռաֆիկ Սարգսյանի բիոսկոպը վեկալած 12 տարի է չափագրումներ են կարել այսքան բան ենք հավաքել ոչ մեկին պետք չի ում տանենք ցույց տանք մասնագետին ցույց ես տալի ասում ես մենք բիոսկոպով ասում բիոսկոպն ինչ է ով վсё կրակնես Իսկ չգիտեն ինչ է բիոսկոպը մարդիկ 20 տարի բիոսկոպ սպեկլասկոպ ունեն հասկանում ես աշխարհը չգիտի որտեվ դա վտանգավոր է բան է էլի այն որ սուտ ես խոսում բիոսկոպին անունը ասեն ինչ է ասեք ուրիշ անուն տաս ցույց է տալի որ դու խաբեցիր համար վտանգավոր բան է տերևը փոկում ես հուզվում է բանը բույսի տերևը փոկում ես մայր բույսը հուզվում է ծիրանը փոկում ես դնում ես բիոսկոպի վրա ծառին խփում ես ծիրանը հուզվում է որ մորս խփեցիք ու տենց այտենց հրաշք բան է ուրիշ որևէ ազգի ձեռալներ իմ աշխարհը գոռացել էր չէ Մենք փոքր Սարգսյանը այնա գնացեք իր մտեք լաբորատորիան նայեք էլի մի հատ գնացեք նայեք տեսնեք էլի այն սովետական 60 թվականի լինոլեումը տակը բռած հա եւ այլն այսինքն այդ մարդը այդ հզորության գործում որ ասում եմ ազգ չենք ժողովուրդ էլ չենք չեմ հասկանում ինչ ենք էլի Դե կառավարման սիստեմը շատ ամեն ինչ սխալ թե չէ ազգը լավն ենք չէ ազգը դառնաս երբ որ քո ազգային արժեքներին տիրություն կան Իհարկե մի հատ ասենք չերկողի տանուտուն են նվեր տալի Մանը դու գիտես չէ Մանթաշովը Կոմիտասին սովորելու է չէ ուղղակի Խրիմյան հայրիկը տեսել է չէ այդ ժամանակ ազգ էինք դրա համար հիմա էլ ենք ազգ որտեղ Կոմիտաս ունենք հա որ գիտենք որ Կոմիտաս կա հայ կա հերացի կա Արամ Խաչատրյան մենք այդ արժեքները չլինեին մենք վաղուց վերացել ենք Արություն ջան բայց հիմա մենք ամբողջ ենք ազգ չենք Որտեղ մեր աստղերը ինչ կլկլներ են երկում էկրաններից, ուրեմն ազգ չենք։ Դրանց բերում էին մի քիչ ուզում էին ռոպագանդա անեն, բայց էդ էլ ոնց որ անցավ, հիմա էդ էլ չի լսվում։ Անցնի, այո, դա էլ է անցնելու։ Քանի որ այս պահին չունենք Բաբաջանյան, Տիգրան ունենք։ Ով ասեց չունենք։ Այդ մակարդակի Վիկտոր Անվանենք լուսաբանված չեն հարուտ ջան Այդ ամեն ինչը հիմա հենց հիմա իր տունը -12-ի տակ նստած սառում է այդ տաղանդը ով է բանի տեղ դնում դուրս է գալի հարևանները երևի հայոյում են իրան հաստատ այն խորենաց բանի նման է չէ
Խորենացին հայոց պատմությունը գրելուց առաջ զյուտ վարդապետ իրան գտնում է, ես իմ որ գյուղում խուցում մենակ։ Գտնում այ մարդ ասում է ոնց թե դու մեզնից ամենա որ գնացինք հռոմ սովորեցինք բան ամենախելոքն է իրել է տենց գիտելիքներով այսօր ես ինչ վիճակի մեջ ես գտնվում 50 տարեկան առնում եք ողջ ասում է հələ վիճակը ոչինչ ասում է դուրս եմ գալի որ խուցուցից դուրս եմ գալիս որ գնամ հաց առնեմ գյուղի երեխեքը քարով պետով խփում են հետևից ասում են լուսյա Բա հիմա էլ ենք ասում։ Հա, որտեղ ուսյալ մարդ մենք երբեք չենք սիրել։ Այ քարով պետով խփել ենք։ Օտարը չուսյալին ուսյալ է շինում, հասկանում ես։ Մեր ուսյալին վերցնում է, ազգանունը փոխում է, դասում է իրանից։ Իսկ մենք մերոնց վերցնում ենք ապականում ենք։ Դամարը որ ասում են չկա, հիմա Առնո Բաբաջանյանը որ Ռուսաստան չգնար, ինքը կդառնար Առնո Բաբաջանյանը։ Դե վերջ Բանը Ջիգարխանյանը եթե այնտեղ չլներ, չէ՞։ Դե պարզ չի, Շարլանզնավուրը պատկերացնում ես, այդ դվինի երկիշներից անելու, Սիմոն Տեբանի նման, Տերյանի նման, խմելու էր, ավելում վերջը մեռնելու, էլի, դա տենց է։ Մենք մեր ցավալի է, բայց ճիշտ եք ասում, պարոն Տենց է։ Չէ, ճշմարտությունը միշտ պետք է ասել։ Պետք է ասել, այն հարուստիկ են, ինչիկ են, չէ՞։ Բա ոնց, բա դուք պարտք ունեք անելու, այդ ազգի փողերը հավաքել եք արա, ուրեմն ազգի մշակույթը, որ դու քո երեխեն դրանով հպարտանա, ես ինչ եք անում արա, ինչ ես անելու այդքան փողը, հա, մի 10 հարգանի տուն շինի, մի 10 հատ ավտո ունեցի, 100 ունեցի, վերջը ինչ է առնել, մանթաշով եղեք, 120 մարդու ուղարկել Դե հենց պարոն Գևորգյան, մեր ու մեր Այո մեր ու մեր թշնամիների տարբերությունը գաղափարական թշնամիների այնա որ իրանք նայում են փողը որպես միջոց նպատակի հասնելու համար իսկ մենք նայում ենք ուղղակի հարստանալու միջոց իսկ երբ որ այդ նյութականը դառնա մեր համար ոչ թե մենակ բարեկեցիկ կյանքի համար այլ միջոց ազգային գաղափարն ու տեսլականը առաջ մղելու այդ ժամանակ մենք կլինենք ավելի ոչ թե ավելի հենց ճիշտ ուղու վրա շուտով կլինի մեր խնդիրը հենց դրանում է ընդհանուր կլինի ես չեմ կասկածում այսքան բնովեցինք արի հիմա լավ նոտա վերցնենք միևնույնն է որովհետև նորից եմ ասում վերջին 5000 տարվա մեջ հայ ժողովուրդը պետքա չլներ չէ հայ ազգը պետք է չլներ պետք է կործանվեր նա ինչ գերտերություններ են վերացել Մենք կանք, որտեղ մեր մշակույթը տիեզերական է, տիեզերքը մեզ պաշտպանում է։ Այսօր սենց է, ոչինչ, սա ընդամենը ինչ է, մի հատ շատ փուճուր ակնթարթ է, կանցնի կգնա, հայ ժողովուրդը կլինի մնա եւ ամբողջ մարդկության այն բանն էլ կմնա, այն առողջ, հասկանում ես։ Գալու է այդ ժամանակը, երբ որ ամեն ազգ ինքը լինելու է իր տեղում, իր ինքնությամբ Եվ իր մարդկային որակներով, այլ ոչ թե ուրիշ, ոչ թե քաղաքական զորբայական, այլ մարդկային որակով։ Այդ ժամանակներն են գալիս։ Մարկ ասծո։ Ինչը որ ի սկզբանե մեր առաքելությունն է եղել էս բոլորակի վրա։ Իհարկե, հենց դրա համար էլ մենք մնացել ենք։ Այդ Տաթևիսյունը հենց հենց տեսել եք դες Տաթևիսյունը ինչ վիճակի մեջ է։ Այդ մեկը չի տենում, մեկի աչքը չի տենում։ Քարեր իրարից փոկվել են, խեղճը ծռվել է։ Երկաթե գամերով բանը մի 20 տարի առաջ տեղի դարբինը սենց ամրացրել է, արդեն ինքը ուռել է, սենց բան խաչը ծռվել է այն վերևի բան որ հայկին է ցույց տալի։ Ոչ մեկի վեճը չի։ Իսկ չեն է տենում, գիտես, չէ։ Ես մեկին չեմ լսել, որ գնա տենա, ասեսյուն ես ինչ վիճակի մեջ է։ Հայ ազգ չեք ամաչում։ Ձեր գլխավոր աշխարհի պորտն արա։ Բայց դրեք մի հատ վերացնեք այդ բոլորը։ Այդ հրաշքիշ։ Հզոր հուշարձանների պաշտպանության կոմիտե ունենք։ Ես կասեի ինչի կոմիտե է։ Ումա պաշտպանում։ Հա։ Ազգովի պետք է անենք, հետի նորից եմ ասում։
Մենք որ ասում ենք այս են կողմեն, պետք է ազգ լինի, այդ ազգը պետք է ունի բանը։ Այդ Մանթաշովը նորից կրկնեն։ Գյուլբեկյանն ա չգիտեմ, այն բանը Չարլի Չապլինը մեր որբերին տարե պահել է, փող ա տվել։ Ամոթ չի ես սրանց ասես, արա, դա դուք եք պահում դες։ Բայց սյունը խեք թող, այդ քանի կոպեկի պատմություն է, մի հատ զավտրիկ մի արեք, բանը սյուն չեն է տենում, Նարեկ ջան, ասում է մարդը կգնա տափե, կմանգա, հետո իրան հարցր ասք, սյունը տեսար, որ քանդված է, ասեն գմբեթը, որ ճակացա բանման, հետի լավ չեն տենում, հեռու է, այս սյունը չեք տենում, որ քարերը դուս են եկել, որ երկաթե բաներով չեք տենում, բայց ազգովի խոսքի բարերարներ, չգիտեմ ինչեր եք, ինչի բարերարնեք, ում բարերարնեք, հա, բարերար նորից եմ ասում, ես գիտեի Մանթաշովին բարերար, որտև իմ մտքին, իմ ազգին պաշտպանեց, մեր մտակույթի արժանավորներին տիրություն արեց, որ նրանք էլ մեզ են տիրություն արել, որ այսօր նստած խոսում ենք, որ մենք ազգ ենք, որտեղ մենք կոմիտաս ունենք ու մեր բանը ամբողջ այդ նախաեվրոպական բանն է, հիմքն է, նրանք էլ լսում են, ասում են, հա, դուք մեր պապան եք, ոչ թե բանին են, ռաբիս կրկլոսն են բանան, դրանով մեզ չեն ճանաչում են կոմիտասի այդ ամբողջ հարստությամբ են մեզ ճանաչում, հայկական լադերը կորել էին, ինքը վերականգնեց, բերեց, մեզ տվեց, որպեսզի մենք զգանք մեզ մշակույթային ազգ, եթե նա չլներ, մենք կորել ենք, հիմա թող այդ մարդիկ, նորից եմ ասում, տենան, չեմ ուզում ազնավորեմ, բայց ես եմ ինչ փողեր եմ ծախսում, ես ինչեր եմ կառուցում, ինչի համար, PR-ի եւ այդ գովազդի համար, էլի, բան։ Ահա, դե բարձր, էդ էլ կանցնի, Հովհաննես Թումանյան, էդ էլ կանցնի, Պարոն Գևորգյան, մի քիչ ամեն իր, այդ բացասականը վերանալու է, պարոն Գևորգյան, խնդրեի, բայց այսօր ժողովրդից շատերն են, էլի տակն էլ գերում են, եթե հնարավոր է մի քիչ Պորտասարից խոսանք, մի քիչ Պորտասարի մասին ավելի նես տեղեկություններ կասեք, որը որ այդքան տարածված չի հասարակության մեջ, եթե իհարկե կարելի է, Պորտասարը ինքը իրանց վերջո ինչ է ներկայացնում, Աստղադիտարան, ինչով է ինքը բան, նշանարավոր և զարմանալու, որտեղ պատկերացնում ես 12,000 տարի առաջ այդ սյուները մենակ իր մշակումը, որ չէր կարա ինչ-որ չգիտեմ ինչ գործիքներով ըլներ, տեսել եք Պորտասարի սյուները, սա ինչ-որ տեխնիկական ինչ-որ շատ պատրաստիկ են եղել, դա քարով փետով հղկելու բան չէր, էլի, էդի հերիք չի, նաև աստղագիտական նշանակություն ա ունեցել, հենց այդ հայկյան բուն տոմարն ա ցույց տվել, հայկին ա ցույց տվել, աստղիկին ա ցույց տվել, այն մնացած բաներն էլ հետն ա ցույց տվել, որտեղ լավ մասնագետներ այնտեղ չեն աշխատել, չի եղել այդ համակարգը, բայց գոնե տեսել են, որ հայկին ցույց ա տվել, գոնե հերիք ա, աստղիկին ցույց ա սիրուցին, հելա, արդեն դա շշմելու փաստ է, որ 12,000 տարի առաջ դա ուրեմն տենց, հետո ինքը 8200 տարի առաջ ծածկվել է, փակել է, հիմա դա առեղծված ամնում, թե ով է ծածկել, քեն ծածկել, ինչ է եղել, տարբեր նկատառումներ կան, որ կրոնական հեղափոխություն է եղել, սրանք ծածկել են, այդ ծածկելուց հետո աշխարհում բան է եղել, իմիջիալոց այդ 12,000-ը այդ մեծ սառեցման ժամանակաշրջանն է, երբ որ սառույցները սկսել են հալվել, այդ ժամանակ օրինակ ամբողջ Ռուսաստան, Եվրոպա սառույցներ կա եղել, ու քիչ-քիչ սկսել է հալեցում, մեծ հալեցում լինել, և այդ հալեցումից հետո կլիմայական բաներ են եղել, անոմալ բաներ են եղել, 300 տարվա բան է եղել, երաշտ է եղել, 300 տարի, ու ցենց Կլաուս Շմիդտը եւ այլ գիտնականներ ասում են, որ իբր թե նրանք ընդունել են Պորտասարը որպես բան, աստվածների տաճար, էլի, այդ աստղագիտությունը նրանք չեն կարողացել այն ժամանակ, այդ
ցածր ազգերը հասկանալ, աստվածները ընդունել, ասել են այդ աստվածները մեզ չօգնեցին, երաշտ բերեցին մեր գլխին, նու էդա կարծիքա Կլաուս Շմիդին եմ ասում։ Դերը փակել են։ Փակել են եւ դրանից հետո քաղաքակրթությունը Կլաուս Շմիդը ասում է 8000 արդեն կողքի բնակավայրերը այնքան հետ էին զարգացել, որ կարգին աման-չաման չունեին։ Այդ զարգացած բանից հետո եւ այլն ասում ոնց կարելի է համեմատել այս ինչ եղավ։ Հա։ Ու դրանից հետո այդ գիտելիքները հասնում են մինիմում 40, չէ՞։ Էլ չասեմ, որ մեր մոտ կան նմանատիպ տաճարներ, որոնք մենք չենք տեղել գտել։ Ես ասում եմ այն ինչ որ կա։ 40-ը։ Այսինքն եթե նույնիսկ այդ վագրումը ցույց տալենք, չէ՞, ասենք ճիշտ է այդ 7500, էլի։ Որտեւ Հերոնին ասում էր 7500-ից 15-ից 30։ Ես Բաչկարովի հետ եմ խոսացել, ասում էր ամենապակասը 15000 տարեկան է։ Բաչկարովը բանի Հերոնու հետ այդ աստրոֆիզիկն է եղել, որը 2 տարի չափագրումները կատարել է, գերմասնագետ։ Ես նրա մոտ Մոսկվայում եղել եմ իմ տիկնոջ հետ։ Մենք խոսացել ենք այդ արդին։ Եվ նա թվագրությունը տվեց, ամենապակասը 15, իսկ ասեց հիմնականում 30, որտեղ պետքա պրոցեսիայի մասին գաղափար լիներ, էլի։ Հա։ Հիմա նույնիսկ եթե մենք վերցնենք ընդունելի 7500-ը, ուրեմն այդ պորտասարից կգանք մենք 400, չէ՞։ Այսինքն չկորավ այդ քաղաքակրթությունը։ Ինչ որ իմաստասերներ, իմացյալներ 10 հոգի կարող է վերեցին այդ գիտելիքները եւ կառուցեցին Քարաունջը։ Քարաունջը կառուցեցին, եթե ճիշտ մի հատ էլ նայենք, էլ ինչ կա մեր մոտ մեծամոր։ Մեծամորն էլ է աստղադի տակ։ Հետո էնի, ասենք մի քանի հազար տարից։ Էդի ճշմարտություն վերցնենք, որտեղ այդ թվագրումները ճշգրիտ չեն, բայց վերցնենք դրանց։ Եվ վերջապես հասնենք 5-րդ դար։ Չէ՞։ Ուրեմն պորտասարից հասավ բան 5-րդ դար, չէ՞։ Եվ իդեալական արդեն գերճշգրիտ կառուցվեցին մեր կենտրոնագմբեթները։ Ուրեմն այդ պորտասարից մինչև Տաթևիսյուն, մինչև այսօրվա մեր օրը, այդ իմաստասիրած դասն է, որ մենք բացել ենք։ Ոչինչ չի կորել, անցյալ իմ ամենասիրած թագավորը հենց Վռամ Շապուհն է, Վռամ Շապուհի շատերը չգիտեն ինչ է արել հայ ժողովրդի համար։ Մենք ասում ենք Տիգրանը մեծ, բայց ամենահզոր թագավորներից մեկն է մեր Վռամ Շապուհը։ Ի շնորհիվ այդ միջանկյալ Վռամ Շապուհի մենք ունեցանք Տաթևիսյուն եւ դրանից բացահայտվեց այն մնացած համակարգային դրույթները, որոնք այսօր արդեն մեր ձեռքի տակ են եւ գիտություն են։ Հիմա ես չասեմ, դե չգոռամ ասեմ, հայ, ով կա մասնագետ։ Արեք մի հատ նայենք էլի, տղեկ, ախր ոնց կլինի։ Իհարկե։ Ես հետարնա գալու նայի, կամ էլ չգիտեմ ով է նայելու, բայց քանի որ համակարգը կա, ուրեմն այդ համակարգը շուտով, քանի որ էլի եմ ասում, անվիճարկելի է, միակ բանը որ ճշմարտությունը դա երկինքն է։ Այնտեղ դու չես կարող որևէ մի բան քո կամայական որոշումով ասում բանը դեպքում ինքը կոնկրետ իր ժամը կարելի Իհարկե։ ունի։ Արեք նստենք բանակ, կա ինքը։ Կա, հասկացողը կգա, ժամանակն է կբերի այդ պահանջարկը կդնի, ինքը այդ սահմանադրական կարգը կա։ Վերջ։ Վերջացավ։ Վերջակետը դրել ենք արդեն, էլի։ 26 տարի է տևել, որպես կարողանայինք հասկանայինք քանի օրեր, քանի գիշերներ ենք այդ աստղերի տակ քնել, ինչքան էքսպեդիցիաներ ենք անցկացրել, ինչքան մարդկանց հետ ենք շփվել։ 26 տարի։ Ես այն ժամանակ հիմա 66 կլնեմ, այն ժամանակ 40 տարեկան տղա էի։ Հա։ Ահա, էդի շատ չի, բայց հենց աշխատանք։ Հա։ Հիմա իհարկե բարեբախտաբար որ կարողացանք բացահայտել։ Իմիջիայլոց ասենք մի առժամանակ առաջ ինձ որ ասեին դու կբացահայտես, ես կզարմանայի ինձ, ասեի հնարավոր բան չի։ Բայց տրվեց բացահայտեցինք։ Ինքը բացահայտել ենք անվիճարկելի Իհարկե։
Մնում է դրա ուշադրությունը, դա կարևոր չի ինձ։ Դրա ուշադրությունը ինձ կարևոր չի։ Քվանտային ֆիզիկայում sense մի հատ դրույթ կա։ Մի բան մարդը այդ սուպերպոզիցիան, որ տենում է, այն Իրանի պատմությունն է, որ ով է դառնում։ Ինքը վերջը կայանալու է։ Իսկ դրա վերջը ես տենում եմ շատ մոտիկ։ Շատ մոտ եմ տեսնում։ Շատ ես կասեի։ Հենց այդ շատ-շատն եմ տեսնում, ուղղակի չեմ ուզում թվագրեմ, որ պետք չի։ Հասկանում, Ահա, գալու երկրաչափ։ միանշանակ լինելու դա։ Սա ամեն ինչ իր տեղը զբաղացնելու, իր տեղը անգնելու է։ Իհարկե, ամեն ինչ իր ժամանակը ունի։ Եզերքը բալանս է սիրում։ Եթե մի բանը բալանսություն գնում, ապիսի բերի մեխանիկորեն դնի տեղը ամեն ինչ այդ։ Եզերքը հարություն ջան, մեկը երաժշտությունը բալանս ասեն։ Իհարկե։ Ու էներգիան չի Պարոն Գևորգյան, հակերպվում է միշտ։ Այո։ Իհարկե, պարոն Գևորգյան, կուզենայի ձեր այսօր ողջ հաղորդման ժամանակ ձեր գրքի կազմը դրեցի հավերժության ժամանակ, անունը կուզենայի մի քիչ ձեր գրքից խոսեիք, որ ժողովուրդն էլ ծանոթանա, ես ուզում եմ, որ նոր տպաքանակ լինի, ու ես ջանք չեմ խնայելու, որ մարդիկ գան դրան, որ ձեզ դիմենք մենք խնդրանքով, որպեսզի նոր տպաքանակն էլ լույս տեսնի։ Խնդրեի մի քիչ ձեր գրքից պատմեք, պարոն Գևորգյան։ Ուրեմն հիմա նայեք, գիտությունով, բայց մարդու, այն որ ասում ենք տաղը, մարդը զգայական դաշտով պետք է ամեն ինչը ընկալի, առաջնայինը տենց է։ Այն բնությունն էլ է տենց, սեր չեղավ, ինչ որ մի բանի մեջ զգացմունք չեղավ, տաղ չեղավ, ոչ մի բան չի լինի։ Դրա համար այդ գիրքը ես գրեցի ինչի համար, որպեսզի մարդիկ իրենց զգայական դաշտով տեսավորեն այս ամեն ինչը տիեզերքը։ Ես վերցրեցի այսօրվա միջին ուրեմն մարդուն, որը ապրում է այսօր 2025 թվականի Երևան քաղաքում, երաժիշտ է ինքը, բայց դե երաժշտության փող չի կարողանում աշխատի, ռաբիս չի ուզում նվագի, մի ձևի պիտի ապրի, ուզում է ինչ-որ բիզնես, ինչ-որ գործարքներ անի, մոտ հաջողություն չի լինում, մի խոսքով անունը Արմեն է, ու մեկ էլ ընկնում է Զուգահեռ աշխարհ անգնում, ու ընկնում է Հայկի մոտ, շատ չերկարացնեմ, ընդեղ հետո հանդիպում է իմաստասեր խորին, հանդիպում է տիրին մեր, և նրանք ու բացահայտումները գնում է։ Ճշմարտությունը պատմում են եւ այլն, ընդեղ գտնում է իր սիրուն Լուսեին, հետո նրանից բաժանվում է ու գալիս է այս աշխարհ, հետ է գնում, որպեսզի փրկի իր երկիրը, ու կանգնում է երկու աշխարհների մեջտեղը, որտեղ մի դուռը բացվում է դեպի Տիրի աշխարհ, երազնամոյն մարդկանց շրջանկության իղձերի աշխարհը, մյուսը այս աշխարհն է։ Եվ իր տունը տեսնում են միայն նրանք, ովքեր ունեն այդ ուրեմն բարձր տեսականը։ Ու վերջանում է հենց դրանով, որ աշխարհների մեջտեղում ինքը աշխարհ է դնում, եւ կտեսնի, կհասնի այն մյուս աշխարհին նա, ով իզորու կլինի ուրեմն տեսնել։ Այս ամբողջ գրքի բանը իմաստը սա է կարճ, եթե ես պատմեմ, այնտեղ շատ բաներ եմ բացատրել, որ ուրիշ ձևով չի մնացածներ արդեն կարդացողը ընթերցողը կհասկանա, պարոն Գևորգյան, շատ հետաքրքիր մեկնաբանություն է կարել այդ ամբողջ ժամանակի մարդու էության, սիրո, գիտության, տեղեկատվության ու նյութական աշխարհի ընդհանուր մի հատ ձուլում է։ Ես բոլորին խորհուրդ կտայի, ժողովուրդ ջան, մենք պետք է հավաքվենք, հասկանանք ինչ ենք անում, որ նոր տպաքանակ է, այսինքն կոպիտ ասած պետք է պահանջենք պարոն Գևորգյանից լավ իմաստով, որ նոր տպաքանակը տպվի։ Իմ կարծիքով հետաքրքիր կլինի նոր յուրաքանչյուր հայ մարդու համար այդ կերպ թեկուզ նայի այդ ժամանակի պրոցեսային ամբողջ հասկացողությանը, չգիտեմ, շատ հետաքրքիր ձև է ինքը։
Մարդիկ արդեն գրում են, որ մեծ սիրով կգնենք ու հարցնում են, չկա հիմա գիրքը վաճառքում։ Հիմա արդեն համարյա չի մնացել։ Հիմա Հա, ես ճիշտ ասած իրան գրախանութներ չեմ էլ տվել, ձեռքիցս տարել են, այսպես ասած։ Սահմանափակ ինչ-որ մի 20 հատ գիրք ա մնացել, որը ճիշտ ասած ոնց որ ուզում ես պաշտպանես, հա, այդ պաշտպանության կարիք ունենք։ Սրանց չէ, մենք ինձ անենք, որ նոր տպականը լինի, որտեղ շատ հետաքրքիր։ Իհարկե։ Պարոն Գևորգյան, շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ձեզանից մեզ հյուր լինելու համար եւս մեկ անգամ։ Իմ կարծիքով հաջորդ տարի արդեն մեր տաղավարը բարեկարգված կլինի, համապատասխանացված կլինի, արդեն տաղավարում կհանդիպենք, որտեղ մենակ TikTok-յան էս հարթակում չէ, ծրագրեր կան հետագայում, որ ավելի բարելավվի։ Շատ շնորհակալություն ձեզ, ձեր տեսակի համար, ձեր հայ անմիջական էս հայկական շփման համար, իմ կարծիքով էլի կհանդիպենք։ Որտեղ տվյալ շատ շնորհակալ ենք։ Ես ուզում եմ այդ ասեմ, անպայման, որտեղ մենք ես ասելը քիչ ասենք, ընդհանրապես եսի մասին։ Մենք ենք։ Հասկանում ես։ Անտառը մի ծառով չի, հա, ազգնել մի մարդով չի, ու ընդհանրապես երջանկությունը մի մարդ։ Իհարկե։ Ուրեմն մենք պետքա սովորենք մենք բառը, մենք գաղափարակից լինենք եւ ստեղծենք այն շրջապատը, որ բոլորի համար լինի ապրել այնտեղ հաճելի է, տիրի երազնամույնը ու բան չի, դա ֆանտաստիկ ժանր չի, էլի։ Մենք եթե ձգտենք, մեր մեջ տնենք, որ մենք մեր աշխարհը ուզում ենք այդպիսին լինի, թեկուզ ստեղ, թեկուզ ոչ այստեղ, կարևոր չի։ Մենք ցանկանում ենք բարի, արդար աշխարհում ապրել։ Եվ բոլորս իրար հետ ենք, մեր զգայական դաշտին համապարակից, դրա համար արեք, ասենք մենք բոլորիցս մեզնից մենք այսօր հայազգի մի մասն ենք, որ պարտքում ենք անելու, հետի անում ենք, ու հետի պարտադրված չենք անում, խորոց սրտի նարեկացին։ Մենք էլ պատրաստ ենք վերցնենք այդ գիտելիքը, փորձենք փոքրել ավելացնենք ու շարունակենք հետագայում փոխանցենք մեր սերունդներին։ Իհարկե։ Իմ կողմից էլ շնորհակալություն շատ։ Միանշանակ։ Սերունդները պետք է կատարելագործեն, եթե չկատարելագործեն իմաստն է կորում։ Այդ բալանսը գալու է, բերելու է ու ամեն ինչ դնի իր տեղը։ Մենք էլ սենց ամեն մեկս լրիվ անկախ մասնագիտություններով, լրիվ մեկս մեկից անկախ վիճակներով ինչ-որ բան ստացվեց, որ գալիս է ու մարդկանց բերում սենց համատեղում մի գաղափարի շուրջ ու սկսում է այդ ամեն ինչը կամաց ձնագնդի էֆեկտի նման շարունակել։ Մենք էլ մեր կողմից փորձում ենք մաքսիմալ այդ գիտելիքները վերցնենք, մարսենք, ավելացնենք ու փոխանցենք մեր սերունդներին։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ շատ լավ։ Շնորհակալ ենք։ Եղավ հաջողություն։ Էլի հնարավորության դեպքում պարոն Գևորգյան, դե այս տարի սուտ կլինի, բայց մյուս տարի անպայման էլի պետք է հանդիպենք նորանոր ավելի նորություններով ու էլի շարունակենք։ Թող շարունակական լինի։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, պարոն Գևորգյան, նոր տարին նոր դրական էներգիայով ու լիցքերով դիմավորեք ու ձեր ընտանիքին Աստված պահապան։ Բոլորի։ Հետքանը կուզենայի ասել։ Այստեղներն էլ շնորհավոր լինի, Շնորհակալ ենք։ Նալիս տարի։ Ամենակարևորը Աստծով եւ շնորհակալություն էներգիան անպակաս լինի։ Ես եմ շնորհակալ։ Հետևորդներին էլ շնորհակալություն մասնակցելու, աջակցելու, այս ամեն ինչը ունկնդրելու, հետաքրքրություն ցուցաբերելու համար ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլորից այդ անհատական, կհանդիպենք, եթերը ավարտում եմ, ձեզ լավ նայեք, Աստծով լինեք ու հայ, ամենակարևորը հայը, որովհետև հենց արարչական գաղափարի մատուցողն է։
Ստեսցն ձեզ բոլոր։ Լավ եղեք։